Եթերում եք, մենք կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզյանը։ Բարև ձեզ, Երվանդ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես 1-2 ինֆորմացիա փոխանցեմ, հետո անցնենք բուն թեմաներին։ 24 տարի առաջ Արագած սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը Կարթաշիհիմեն հաղորդում է առաջին լուրեր ԿՏՄ-ը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց երեկվա ինֆորմացիա բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը։ Պարզ է, չէ, այսինքն էլ զբաղմունք չունի Նիկոլը, ինչի հետևից է գնացել, թե հարկ կհամարեք սրա մասին խոսեք։ Մարդը 5000-ից ավել զոհի մասին է խոսքը Արցախում, քանի դեռ այս թվերը հրապարակված չեն, որտեղ խոսվում է 10, 12, 13 հազար զոհերի մասին, ասենք հանգիստ կարելի է նաև ասել, որ մենք ունեցել ենք 10, 12, 13 հազար զոհ եւ 13 հազար հաշմանդամ։ Ուրեմն սրա համար այս անձը ազգակործանը որևէ պատասխան չի տալիս, որևէ պարզաբանում բացատրություն չկա, մարդը որոշեց, որ ինքը կերտում է 4-րդ հանրապետություն եւ 4-րդ հանրապետության մեջ չպիտի լինի Հայաստանի հանրապետության, օրինակ 1000 քառակուսի կիլոմետր, այս պահիդրությամբ եմ ասում, որտեղ վաղը չէ մյուս օր կարող է ասենք եւս 5000 քառակուսի մետր չլինի, դրա համար պատասխան չի տալիս։ Միայն այս տարի 59 մահ է եղել կալանավայրերում, սա արտառոց այս ընթացքում արտառոց բան է, չկա այսպիսի թիվ։ Երբևէ նման բան չի եղել, են որ եկել էր չգիտեմ ինչ, քաղբանտարկյալների այսպիսի մեծ թիվ, էլ չեմ ասում հղի կնոջը այսպես վրաերթով սպանեցին, որևէ բացատրություն, որևէ բան չկա, 20 քանի տարի առաջ ինչ որ միջադեպ է լինում եւ ամփույթ բանի ամփութության հետևանքով մահանում է այս անձը Եվ այս անձը այս ամենը դարձրել է բան միջև հիմա դարձրել է հայ ժողովրդին պատանդ հստակ կարելի ասել որ այո Նիկոլը դարձրել է հայ ժողովրդին պատանդ ինչպես ինքը լինելով մեղադրվող մարտի 1-ի մեղադրյալի աթոռին նստած անձ մարտի 1-ի հրահրողներից մեկը կազմակերպողներից մեկը հա դրա համար այս մարդը բան պատասխան չի տալիս էլ չեմ ասում են թիմը որ Նաև պատասխանատվություններ, որ հիմա այդ թիմի մեծ մասը, ցուցակի մարդկանց մեծ մասը իրեն են, չէ՞, աջակցում իր կողքին են հոկտեմբերի 27-ի, այս մարդը դրա համար պատասխան չի տալի եւ շարունակում է հանցագործությունները, բայց գնացել, չգիտեմ ինչով ուզում է զբաղեցնել, պատանդ պահելով հայ ժողովրդին հոկտեմբերի 27-ի պատանդ առավ, իրականում ինքը հայ ժողովրդին պատանդ է պահում հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, այս ամենը ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ եթե մենք իր օրակարգի մեջ չմտնենք Ինքը ոչ բան չի կարող։ Բայց ինքը այս օրակարգը բերելու է։ Այդ օրակարգերը արհեստական օրակարգեր են, որոնք թելադրում են քննարկել։ Իր օրակարգով կարողացավ իր օրակարգով եւ արևմուտքի կեղտոտ օրակարգով 10-15 տարի կարողացան հակաարցախյան քարոզ տանել, էթո մենք չէինք կարող, մեկ իրա լրատվամիջոցներն էին անում։ Հակաարցախյան իշխանության դեմ այս քարոզը տանել, մարտի 1-ը դարձնել դրոշակ, դարձրել էին, չէ՞ իրենք դրոշակ, եւ դրանով եկավ իշխանության թալան բառը դարձնելով, թիվ 1 կոռուպցիոներ թալանչինա, դարձրել դրոշակ։ Այդ պետք է ասենք, բայց պետք է ասենք, որ դու ես թալանչինել օրակարգի պահանջ ունի։ Մենք այդ օրակարգի մասին խոսանք, որտեղ մենք իր օրակարգի մեջ մտնում ենք, մենք իրան լավություն ենք անում։ Մենք փաստացի իմաստ չունի, որը հասարակությունը հետաքրքիր չի իր խնդիրները։ Եթե ինքը բարձրացնում է հատուկ դրա համար անում, որ մենք խոսենք, մենք խոսում ենք ավտոմատ ստացվում է, որ ինքը հարցը մենք պաշտպանվում ենք, արդյունքում համաձայնեմ ձեզ հետ, ես ընդհանրապես որպես մեկ ինֆորմացիա ներկայացրեցի, բայց այլևս սրան չեմ 4000 մարդու զոհի պատասխանատվությունը 10000, 12000 զոհի պատասխանատվությունը հոկտեմբերի 19-ից հետո 20 թվականի, եթե ինքը կանգնեցներ պատերազմը, չէ, լինի առնվազն այդքան զոհ, այո։ Այդ թեման փոխանակ մենք օրակարգ սարքենք Բայց Չեմ մենք կդասնենք, որովհետև երկու նախագահներն դրա մասին խոսեցին, շատ լավ է նշեք, ես դրա համար եմ ասում, եկեք իրանք ոչ թե մենք իր օրակարգը քննարկենք, մենք հասկանանք, թե մենք ինչ օրակարգ ունի Հայաստանը, որպեսզի մենք հասկանանք։ Եթե քննչական կոմիտեի նախագահը միջև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում արկա է իբրև իմ ձեռագրով գրված ահաբեկչության պլանավորում ծրագիրը, ապա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, հայտարարել է Բագրատ Սրբազանը, ես հույս ունեմ, որ հետամուտ կլինի եւ անպայման կհասնեն դրան։ Շատ կարևոր ուշագրավ մեկ այլ բան էր, սա էլ փոխանցեմ եւ արդեն անցնենք բուն թեմաներին։ Ուրեմն Ամերիկայի հայտնի լրագրող Թակեր Կարլսոնը դատապարտում է Հայաստանի կառավարության աննախադեպ ոտնձգությունը համաշխարհային քրիստոնեության փարոս հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ցանկացած
սահմանբամբ դա իրավունքների կոպիտ խախտում է, ասել է Կարլսոնը, խոսելով հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին։ Այս մասին գրել է Ամերիկայի հայ դատի Հանց Նախումբը։ Իսկապես շատ կարևոր է, ասեմ, որ չգիտեմ մեր հանրությունը որքանով իրեն լավ գիտի, նախ ինքը Fox News լրատվականի կարևոր դեմքերից մեկն էր, բայց մեծ բանի արդյունքում, ճնշման արդյունքում, չնայած ինքը որևէ բան չի պահել, այսպես թշնամակ, ասեմ, վիրավորանք Fox News-ի նկատմամբ, որովհետև եկան որոշակի բանակցությունից հետո այնուամենայնիվ որոշեցին, որ պիտի հեռացնեն իրեն, ինքը առանձին իր մեծ կանալ ունի, YouTube-յան ալիք ունի, շատ մեծ հեղինակություն ունի, շատ մեծ համբավ ունի, դուք գիտեք, որ Թրամփի ընտրությունների ժամանակ ամենամեծ աջակիցներից մեկն էր, հատկապես ինչու համար, որովհետև ինքը քրիստոնյա, առաջին հերթին քրիստոնյա արժեքների կրող մարդ է, հավատացյալ անձնավորություն է եւ այն ինչ որ տեղի ուներ մեզ Սոդոմ Գոմորը, որ բերել են գլոբալիստները, հոմոսեքսուալիստներ եւ այլն սեռական փոքրամասնություններ եւ այսպես ասած սեռական նորմալ կողմնորոշում ունեցող մարդիկ հիմա այնպես է ստացել, որ արդեն բանը գերի են դարձել նրանց ձեռքը։ Հարցի շուրջ մի բան ասեմ, կներեք էլի։ Ես իհարկե ողջունում եմ Տակեր Կարլսոնի այս հայտարարությունը, ինքը ամերիկյան մագա շարժման ամենակարկառուն դեմքերից մեկն էր, բայց ես ուզում եմ նաև իմ զարմանքը հայտնել նաև այն հանգամանքի վրա, որ հայ համայնքը, հատկապես ամերիկյան հայ համայնքը, մինչև հիմա փաստացի որևէ լուրջ ազդեցություն չի կարողացել թողնել իր կապերով, իր հարաբերություններով ամերիկյան մագա շարժման հետ։ Դե ունենք այն ինչ ունենք, ինչ ասենք։ Դա նշանակում է, որ մենք փաստացի մենք ունենք կներեք, բայց գավառական մակարդակի համայնքային քաղաքական կյանք դրսում, եւ սա լուրջ խնդրեմ է, եւ ես կարծում եմ, որ այս խնդրեմը նաեւ այն խնդրեմն է, որ Փաշինյանից հերացումից հետո մենք պետք է լուրջ երկխոսության մեջ մտնենք մենք սփյուռքյան կառույցների հետ եւ հասկանանք ընդհանրապես սփյուռքի կառույցների իրական նպատակային աշխատանքը ինչ որն է եղել միայն ցեղասպանության ճանաչումը, որտեղ ցեղասպանության ճանաչումից դուրս սփյուռքյան կառույցների գործնեության տրամաբանությունը համար անհասկանալի է մնացել մինչև հիմա մենք ինչ են տվել Հայաստանի համար։ Օրինակ ես կարող եմ ասել, որ հրեական համայնքը համաշխարհային եւ ամերիկյան ինչ ազդեցություն է թողել Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավի վրա եւ ինչ դրական դեր է կատարում Իսրայելի համար։ Ինչ դեր է կատարում հայ համայնքը, ես չեմ կարող ասեմ։ Թեև մենք համարում ենք, որ մենք ունենք ուժեղ լոբիստական կառույցներ ունենք բան, բայց ես չեմ տեսնում այդ լոբիստական կառույցների աշխատանքը։ Ես չեմ տեսնում, որ հայ առաքելական եկեղեցու դեմ այսպիսի արշավ է գնում, զրոյական արձագանք կա իրենց կողմից։ Եթե իրենք ունեն ազդեցություն ամերիկյան քաղաքական շրջանակների վրա, այդ ամերիկյան քաղաքական շրջանակից մենք զրոյական արձագանք ենք ստանում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք պետք չի կներեք այն ռուսներեն ասում են կվասնոյ պատրիոտիզմ, արեստական հայրենասիրությամբ չարժի զբաղվել, պետք է մենք իրական հայրենասիրություն կարողանանք հասնենք, իսկ իրական հայրենասիրության համար պետք է մենք ճշմարտությունը ասենք, իսկ ճշմարտությունը այն է, որ մեր այսօրվա սփյուռքը կներեք ապրում է խիստ գավառական արժեհամակարգի տրամաբանության մեջ, ինքը չի ինտեգրված լուրջ մակարդակի մեծ քաղաքականության, ինչպես որ դա տարածվում է նաև Ռուսաստանի համայնքի վրա։ Բոլորի համար է տարածվում, մասնավորապես եթե գոնե ռուսական համայնքից արձագանքներ կան, ապա ամերիկյան համայնքից որևէ արձագանք չկա այս ամեն ինչ։ Այս խայտարակություն է կատարվում, փաստացի առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրում գնում է մեծ արշավ եկեղեցու դեմ եւ զրո արձագանք ամերիկյան գրոշի արժեք չարժեն այդ շրջանակները, որոնք անընդհատ հրճվում էին, որ այսքան սենատորների, կոնգրեսմենների հետ իրանք աշխատանք ունեն, հնարավորություն ունեն, բան իրանք որևէ արձագանք չկա այդ ամեն ինչի մասին։ Ամերիկայում կա մագա շարժում, այդ մագա շարժման այդ քանի հոգու հետ են իրանք աշխատել, որ իսկ այդ մագա շարժման հիմքում դրած է քրիստոնեական արժեքների պաշտպանությունը։ Հարց եմ տալիս, ինչ ազդեցություն ունեցել այդ շարժմանը։ Ես կարծում եմ, որ այդ շարժմանը вообще ոչ մի հարաբերություն չկա։ Իրանք հիմնականում աշխատել են այսպես կոչված լիբերալ շրջանակների հետ, որոնք դեմոկրատական կուսակցության հետ գնացել են դեպի պատմական անդունդը եւ այդ մարդիկ ասենք նաեւ ինչքան թույլը անպաշտպան նաեւ պիտի խոսենք սրա մասին, իհարկե պիտի խոսենք սրան վռնդելուց հետո, որովհետեւ ինքը կոնկրետ, այո, շատ լուրջ, բայց այդ բառը շատ տեղին ասեցիք, այո, գավառական 9 միլիոն ժողովուրդ, 9 միլիոն ժողովուրդ
ժողովրդի մեջ 9 միլիոն ժողովուրդ մենք ունենք 30 տարի առաջ այդ չեն կաճում։ Չեմ ուզում հիմա 20-30 միլիոնի մասին է խոսքը։ Ես նորից եմ կրկնում, ես չեմ ուզում արհեստական պոպուլիզմով զբաղվել։ Հիմա կարող է 9-ի տեղը 10 կամ 11 կա, ես չեմ ուզում թվերի մեջ 30 տարի առաջ է։ Աջելա ջան, իմաստ չունի ես որ թվի համարենք որ գիտեմ 30 միլիոն, հա, ես չեմ ուզում դա ասեմ, ես չեմ ուզում որ մենք արհեստական ինչ-որ բաներ բանանենք։ Ես առնվազն ասում եմ կա 9 միլիոն ժողովուրդ եւ մի հատ խեղկատակ կարողացել է այդ ամբողջ 9 միլիոն ժողովրդի ճակատագրով խաղալ։ Եվ այդ 9 միլիոնը փաստացի չի կարողանում կոնսենսուս։ Չէ, բայց նաև շատ բաներ բացահայտեց Երևան։ Բացահայտեց, որ միֆեր կար, որ մենք ունենք 1000 սփյուռք, հեսա տեսեք ինչ կանի։ Իբր թե Ֆրանսիայում ունենք, ողորմելի սփյուռք կա։ Իբր Ամերիկայում չգիտեմ ինչա։ Հիմա ասենք այդ նիկոլականները, որ լցվում են գալիս գնում են, ինչ է կանում։ Տեսեք, բայց հանուն արդարության պետք է ասենք, որ սփյուռքը քաղաքական բովանդակություն ստանում այն ժամանակ, երբ որ մայր Հայաստանը ինքը կարողանում է աշխատել այս սփյուռքի հետ 30 տարի ինչ են արել այդ Հայաստանի իշխանությունները որ լուրջ աշխատային սփյուռքը բավականին լեվելը բարձրացնեին լուրջ բան։ Ես կարծում եմ որ ոչինչ բացառությամբ այն բանի որ փորձել են ներդրումներ բերել են Քրքորյանի մասին խոսքը բան, բայց բառած հիմնականում տնտեսական ազդեցություն է թողել, բայց լուրջ մագարտակի քաղաքական, գաղափարական այն ինչ որ իր վրա վերցնել։ Ես ասեմ իրականում Երևան դարին ունենք որ իրականում շատ դժվար է սփյուռքի հետ աշխատել, որտեվ ինքը շատ բազմաշերտ է, այո, շատ բազմակայտարակ, ոչ մի հեշտ բան չկա, պետություն կառուցել է հեշտ գործ չէ, Անժելա ջան, ասենց ասեմ։ Եվ այդ իմաստով, եթե մենք տեսնում ենք թե ինչ դերակատարում ունի նույն սփյուռքը, ասենք հրեական սփյուռքը, ես չեմ ուզում ասեմ մենակ հունական սփյուռքի մասին ինչ ազդեցություն ունի Հունաստանի հետ կապված, լեհական սփյուռքը, այսինքն ի վերջո մենք պետք է լուրջ խոսենք դրա մասին, որովհետև իսկապես հիմա դրա ժամանակը չէ, բայց Փաշինյանին հեռացնելուց հետո ես համոզված եմ, որ այս խնդիրը պետք է մենք բայց շատ լավ տեղին էր եւ եթե Իսահակ Կարլոսյանի անունը հիշեցինք, այո, կարծեմ տեղին է, եթե ոգևորված հայդատն կամ այս մյուսն է տարածում են, բայց դուք ինչ եք անում, դուք պիտի առավել ինչ մեծ աղմուկ, եթե դուք վախեցած եք դե լավ Նիկոլին բան չասեք, չգիտեմ ինչ, իմիջիալոց սա էլ մեծագույն խնդիր է։ 30 տարվա ընթացքում այսպիսի բան չի եղել, որ քաղաքական հայացքների համար մեր պետության նախկին 3 իշխանությունները որևէ մեկը համարձակվեր, որ ընդհանրապես թույլ չտան Հայաստան մտնել, այսպիսի բան դուք տեսել եք։ Սա խայտարակ չգիտեմ ինչ է, էլի։ Արշավացում, եկեղեցու դեմ։ Չէ, այլ հասարակ հայ ժողովրդի դեմ եւ եկեղեցու դեմ։ Սփյուռքի գրոշի արժեքը, որ ինչ գրոշի արժեք չունի, այդ սփյուռք հասկացողությունը, որ որևէ արձագանք չի տալիս այդ ամեն ինչի հետ կապված։ Ես ուղղակի ուրիշ բան նույնիսկ եմ ասում, սա լուրջ քննարկման խնդիր պետք է դարձնել, շատ լուրջ, որովհետեւ այս իրավիճակը դա լիակատար խայտարակություն է մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պատկերացումների մասին։ Բայց ես չեմ կարծում, որ սփյուռքը այսպիսի վիճակ կմնա։ Ես համոզված եմ, որ նորմալ իշխանությունների պարագայում իսկապես մենք այդ 9-10 միլիոնանոց հայությունը լուրջ մակարդակի գործոն ենք սարքել, որովհետև այդ 9-10 միլիոն հայության շուրջ մոտավորապես 5 տրիլիոն միլիարդի դոլարի փող է պատտվում եւ այդ փողը դա եթե գործոնը ես ասեմ դες դրսի փորձագետները բավականին պոտենցիալի տեսակետից միշտ գնահատում եմ որ հայկական սփյուռքը հրեականից հունականից հետո 3-4 տեղն են տալիս պոտենցիալի մոմենտով ավելին ես վերջին բաների հետ եմ ծանոթ թե ինչ ազդեցիկ են եւ միջազգային փորձագետները գնահատում են մենք դեռ չենք կարողացել գնահատել որովհետեւ մեր մոտ գավառական դոմինանտ մտածողությունը դոմինանտային դեր է կատարում ցավոք սրտի եմ ասում մեր մոտ սփյուռքը դիտարկում են միայն բանը կթանկովի կարգավիճակով չէ լավ այդպես չի ավելի ճիշտ նորմալ աշխատանք չի գնում եւ ես նորմալ աշխատանք չի գնում եւ ես համաձայն եմ որ իսկապես գավառային բան է քանի որ ես շատ եմ շրջագայում շատ բան միայն հիացմունքս Լիբանանի այնտեղ համայնքի հայապահպանման գործում իրոք իսկապես իրենք բացառիկ բան են անում բայց մնացած հարցերում երբ որ լսում ես հայացքները բան այդպես իսկապես շատ լուրջ աշխատանք է իսկ ինչ վերաբերում է չկա այդպեսի բան չկա դա հայապահպանական դաշնակցությունը կլինի ես Ֆրանսիայում եմ այնտեղ մեծ քաղաք կա բան հայցուն բայց մի բան ասեմ ընդհանրապես սփյուռքի հետ տեսեք որպեսզի դուք հիմա հասկանաք թե Իսրայելը ոնց է աշխատում իրանց սփյուռքի հետ աշխատում Իսրայելը ֆունդամենտալ մակարդակի աշխատանքի մեքենա ունի սփյուռքի հետ, որտեղ սփյուռքում օրակարգեր ձևավորում է պետությունը այլ ոչ թե սփյուռքի ներկայացուցիչները։ Սփյուռքի ներկայացուցիչները ինչքան որ լինեն, իրանք ունեն իրենց երկրների ազդեցության տակ մարդիկ են դրանք։ Իրանք իրենց շահերն ունեն։ Իրանք նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող այնպիսի օրակարգեր ձևավորեն, որոնք հետաքրքիր են Իսրայելի համար։ Իսրայելն է իրանց համար այդ օրակարգերը ձևավորում։ Հասկանում եք, դրա համար նույնիսկ կան լուրջ մակարդակի կառույցներ եւ լուրջ աշխատանք կա։
եթե նույնիսկ մեր քաղաքական վերնախավը հրյաների 10-15%-ը օգտագործեր, ուսումնասիրեր եւ օգտագործեր, ասեմ ձեզ տասնապատիկ էֆեկտ կունենար։ Տեսեք, մի հավաք էր Մոսկվայում, այնտեղ Անդրանիկ Միրանյանը առաջարկեց, ասեց, քանի որ այսօր պետությունը երկիրը, ասենք, հայտնվել է այդ դավաճան թուրքերի դրանց ձեռքում է հայտնվել, գերիների հարցում մի շարք հարցեր մենք կարող ենք մեծ, այսպես խոշոր բան կենտրոն աշխատացնել եւ մենք փորձենք այդ կառույցներին այսպես ասեց։ Արա Աբրամյանն այդ բաների պրտե, հա, բան ողջ ունեցին, հավաքան, չգիտեմ, կենացներ են ասում, այնտեղից բանը Ռոման Բաղդասարովը գալիս է, այնց հայոյում այն մեկը գալիս է ինչ որ մի բան է ասում, սա ասում է ու տենց ու գնացի տներով ավարտվեց գնաց էսա։ Դա կոնկրետ սա այս գործով պետքա կենտրոնական աշխատանքը պետքա լինի Երևանից։ Բայց քանի որ հաշվի Չէ, հիմա եթե Երևանում այդ վիճակը չկա, ամենք պիտի արտակարգ բան վիճակում ենք, Երևանում դե հասկանալի է, եթե Երևանում այդ վիճակը չկա, սպասել լուրջ սփյուռքի ինչ որ Ռուսաստանում այդպիսի ազդեցիկ մարդիկ կա, ռուսական իշխանությունը նաև այդ առումով վստահ են, որևէ խոչընդոտ չի ստե, չէ՞։ Ռուսական իշխանությունը կապ չունի ստեղ։ Ես իրատես եմ, ես նկատի ունեմ, որ վախենան, որտեվ դուք եկեք ասենք, որ մեր սփյուռքը վախեցած։ Ես սենց ասեմ ձեզ, իրատեսական process-ը կանում է հետեւյալ բանի մեջ, որ Սփյուռքը քաղաքական գործոն է դառնում մենակ այն ժամանակ, երբ որ մայր երկիրը ինքը թելադրում է օրակարգը։ Լավ, հիմա մայր երկիրը եթե գրաված ասենք չկա, Երևան ինչ որ բան անել, չէ՞։ Ինչ է նշանակում չեն կարող, եթե կարող է։ Ես սենց ասեմ ձեզ, ես լուրջ բան չեմ կարող հավատամ, բայց այն ինչ որ բայց երբ որ որևէ արձագանք չկա, երբ որ եկեղեցու դեմ էսպիսի արշավ է գնում, դա խայտարակություն է։ Դե հիմա դե տեսեք, սա այդտեղ շատ խելք պետք չի կներես։ Դե դուք ձեզ հակասում եք, մի կողմից ասում եք իշխանությունը, բայց եթե իշխանությունը էսպես է, Սփյուռքը կարող է, չէ՞։ Ես ուրիշ բան եմ ասում եմ հետեւյալը, որ լուրջ աշխատանք չի կարողանի, բայց պրիմիտիվ բաներ, որը մակերեսի վրա դա կարող անի։ Օրինակ այն ինչ որ հիմա գնում է Հայաստանում, այդ արշավը եկեղեցու դեմ, սրան չարձագանքելը դա խայտարակություն է։ Չէ, համայնքը կարող է բանը կարող հավաքել։ Սա շատ խելք պետք չի, կներես, շատ խելք պետք չի, որ Սփյուռքի, չգիտեմ, այս կամ այն հայկական կառույցը, չգիտեմ, ֆրանսիական կամ ամերիկան կամ չգիտեմ լիբանանյան, իրանք արձագանքեն եւ իրանք որոշակի ինչ-որ process տանեն։ Դա շատ խելք պետք չի դրա համար։ Դա պետք է ուղղակի ինել չմեռած կառույց, եթե դու մեռած կառույց ես, եթե ճիշտ եք ասում, բայց եթե նույնը ես կարող եմ ասել, չէ, սպասեք, բայց եթե նույնը կարելի է նաև հայկական կառույցների մասին ասել, կուսակցությունների մասին, օրինակ ինձ առաջարկել էին, ասում էին խմբագիրներով, չգիտեմ ինչ որ այսպես բանով, կարելի է այդպեսի 4-5 հոգևոր խոշոր կառույցների, ասում են դուք դիմեք, առանձին չգիտեմ։ Առանձին վերցած խնդրի շուրջ էի ասում, մնացած ուրիշ խնդիրների վերաբերյալ ես մեծ հույսեր չունեմ, որտեվ լուրջ մակարդակի օրակարգեր Հայաստանի հետ կապված միայն այս Հայաստանում իշխանը փոխությունից հետո արդեն կարանք քննարկենք, սա է խնդիրը։ Շատ լավ, բայց սա լավ առիթ էր, որ իսկապես, քանի որ ինքը նախաձեռնել եւ արել է Հակեր Կառլսոնը, սա ինքը իսկապես շատ ազդեցիկ է, պատահական մարդ չի, շատ մեծ բան լսարան ունի։ Ճիշտ ասած, իրանք փոխությունից հեռացրեցին, դա հեռացեցին որպես կոմպրոմիս, որովհետեւ այն ժամանակ Բայդենի իշխանությունն էր, մեծ ճնշում ունեցավ Fox News-ի վրա եւ Fox News-ը դիպած զոհաբերեց Կառլսոնին, որպեսզի կարողանա գոյատևել, որտեղ ինքը ֆինանսական մեծ ճնշումների տակ կարող էր հայտնվել, բայց ասեմ ձեզ եւ չներացրեցին Հակեր Կառլսոնին։ Բայց Հակեր Կառլսոնի այսօրվա, այսպես ասած, խոսափողը պակաս չի Fox News-ի, այսպես ասած, իր հնարավորություններով, իր մասշտաբներով, ասեմ դες ինքը իր ազդեցությունը պակաս ազդեցություն չունի կամ ամբողջ Fox News-ը, ասեմ ձեզ իմանաք, այդ իմաստով։ Եվ այն ինչի համար որ պաշտպանում էինք մենք, ասենք որ ասում է Թրամփը ավելի լավ է, բան չնայած հիմա այնպեսի դեբիլություններ անում, ասենք ծաղրածու, առավոտը մի բան, ոնց որ Նիկոլն, առավոտը մի բան ասում, ցերեկը մի բան, երեկոյան մի բան, բայց ինչ վերաբերում է արժե համակարգային այս բանով, ոնց որ հավատարիմ եղել է Հակեր Կառլսոնը, առաջին իսկ օրվանից պաշտպանել ասելով ինչու եմ ես Թրամփին պաշտպանում, ես ուղղակի մի քիչ ես մի բան ունեմ ասել Թրամփի մասով, ասեմ ձեզ Թրամփը ունի երկու հենարան այս պայծրությամբ, այսպես ասած մագա շարժումը եւ այսպես կոչված նեոկոնների շրջանակները։ Նեոկոնները դրանք հին պահպանողականներն են, որոնք երբևիցե լուրջ պրոգրեսիվ պատկերացումներ չեն ունեցել եւ իրանք ազդեցություն ունենում են Թրամփի վրա, մինչդեռ մագա շարժումը դա նոր երևույթ է, իսկապես դրանք ժամանակակից պահպանողական շրջանակներ են, որոնք շատ պրոգրեսիվ պատկերացումներ ունեն եւ ըստ էության Թրամփը այդ երկու հենասյուների վրա է հենված եւ շատ դժվար է ասել թե Թրամփի քաղաքականությունը ուր կգնա։ Ես չեմ բացառում, որ Թրամփի քաղաքականությունը կգնա նեոկոնների ճանապարհով, որը շատ բացասական հետևանքներ կլինի նույն Ամերիկայի համար
Եվ ճիշտ հակառակը, շատ հնարավոր է, որ նաև մագա շարժումը ի վերջո կարողանա հաղթել եւ Թաքեր Կաունստոնի, Ջեֆրի Սաքսի նման մարդիկ դոմինանտային, այսպես ասած, տեսակետներ հայտնեն եւ Տրամպը ստիպված համակերպի դրա հետ, որից կշահի ոչ միայն Միացյալ Նահանգները, ամբողջ աշխարհը, այսինքն, բայց պետք է հաշվառենք, բայց հիմա իրանք էլ են նույնը Ջեֆրի Սաքսն արդեն շատ խիստ քննադատում են, համարելով որ Տրամպը հեռանում է այդ նույն արժեքներից, ինչի որ պաշտպանում է եւ անկես լինենք, որ այն deep state-ը որ կա Միացյալ Նահանգներում եւ այն գլոբալիստները որ կան, լիբերալ գլոբալիստները որ կան, դրանք մեծ ուժ են իրենց ներկայացնում եւ իրենք դեռ շատ երկար դիմադրելու են այս շատ process-ին, բայց ես կարծում եմ որ իրանք ապագա չունեն, որտեվ ամենակարևորը փլվել է իրենց տնտեսական հենասյունը, այսինքն գլոբալիստների ամբողջ տնտեսական դաշտը, տնտեսական փիլիսոփայություն, փլուզված վիճակի մեջ է, ինչպես որ կոմունիստական շարժումը վերջին փուլում սովետական միության ժամանակ արդեն կոմունիզմը արդեն սպառել էր իրան արդեն, հա, 70-80-ական թվականներին, հիմա գլոբալիզմները սպառել է իրան, որտեվ ամբողջ արևմտյան երկրները, եվրոպական երկրները այնքան պարտքեր են կուտակել, որ պարտքերի ճգնաժամ առաջացել, իմաստն ասեմ, երկիրը ապրում է պարտք կուտակելով, ինքը ոչ թե ինքը ավելի շատ պարտք կա վերցնում, քան կարողանում է աշխատել, ինչի, որովհետև եվրոպական ժողովուրդներին գլոբալիստները համոզել են, որ կարելի է քիչ աշխատել, թամբալ լինել, բայց լավ աշխատավարձ ստանալ, եւ այդ երկիրը փաստացի չի մրցակցությանը չի դիմանում Չինաստանի նման երկրներին, Չինաստանի, Մալազիայի եւ Հարավային Ասիայի, Հնդկաստանի երկրները առաջ են գալիս, իրանք հետ են զարգանում եւ իրանք պարտքի հաշվին փորձում են այսպես բալանսը պահել, բայց դա ապագա չի, որտեվ այն process-ը, որ գնում է հիմա գլոբալիստների տրամաբանության մեջ, գնում է դեպի տուպիկ, դեպի կործանում, ոնց որ խորհրդային միությունը գնաց դեպի կործանման։ Հիմա Տրամպը եկել է փորձում է փրկել Միացյալ Նահանգները, հիմա կարող է փրկի թե չի կարող փրկել, չեմ կարող ասեմ, բայց ինքը այդ փորձը անում է եւ այդ փորձի համար արժի իրար աջակցել այնքանով ինչքան որ դա հնարավոր է։ Ես չեմ ուզում ամբողջ իր քաղաքականությունը արդարացնել, բայց ասել, որ իր տեղը եթե Բայդենը լիներ ոչ մի բան չէր փոխվի, ճիշտ այդ օբյեկտիվ չի լինի, որտեղ Բայդենը դա փաստացի գլոբալիստների ներկայացուցիչն էր, եւ եթե գլոբալիստները իսկապես հաղթեին անցյալ տարի, ես կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը շատ մոտ կլիներ իրականության։ Բայց մյուս կողմից ասում են, երբ որ Բայդենը կար, Բայդենի ժամանակ կոնկրետ այդ ազգային աչակման այդ ուժերը աշխարհում Եվրոպայում շատ ավելի համախմբված են եւ այդ համախմբումը Չինաստանի, Ռուսաստանի շուտ շատ ավելի այսպես կարծրանում էր, բայց Թրամփի գալով իրենք թուլացան, ասելով որ չէ, տեսեք ինքը գալիս է ավելի կոնսերվատիվ, ավելի ազգային բան եւ սկսեց դեպի Թրամփ, բայց իրականում Թրամփի արտաքին քաղաքականությունը հատկապես գրեթե ոչ բանով չի տարբերվում։ Հաջողությունը պայմանավորված չի Այդ չեմ ասում ցեղասպանական բաները։ Օրինակ Նայջել Ֆարաժի բանը հաջողությունը Մեծ Բրիտանիայում գիտեք ինչով է պայմանավորված։ Կոնսերվատիվ բաներով։ Բայց ինչով է պայմանավորված, որովհետև այս Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը սպառել է իրան։ Իրանց էկոնոմիկան պայթելու առաջ է։ Դուք ոչ մեկ չի պատկերացնում։ Տեսեք, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պարտքերը գիտեք ինչքան է կազմում իրանց ՀՆԱ-ի։ 120%, 110%, մեր մոտ 50-60% է կազմում։ Իրանց մոտ մոտավորապես կազմում է, մեր մոտ 50-60, իրանց մոտ 120-130%, ում շարունակում է։ Եվ հիմա արդեն իրանք ասում են, որ մենք այդ պարտքերի տոկոսները որ տալիս ենք, արդեն պատկառելի թիվ է կազմում, արդեն շատ ավելի մեծ, արդեն ինքը ամեն օր մեծ ավելանում է եւ ինքը օբյեկտիվորեն տնտեսական այդ համակարգը փլվում է, պայթելու վիճակա, դա Տրամփը կապ չունի։ Այսինքն ոնց որ խորհրդային միությունը փլվեց օբյեկտիվ պատճառով, ոչ թե ինչ որ, չգիտեմ, բաները չեն ասում, լրտեսներն եկան հատուկ փլեցին, ոչ, օբյեկտիվորեն այդ կոմունիստական համակարգը օբյեկտիվորեն կարող է Չինաստանն սպառել, բայց դիմադրեց մնաց եւ ռեֆորմների գնաց Չինաստանը ռեֆորմ արեց, իրականում ինքը կոմունիստական համակարգը վերացրեց տնտեսական իմաստով։ Տնտեսական իմաստով այո, բայց կառավարման համակարգով ինքը ուրիշ կառավարման համակարգը ինքը կապիտալիզմը սարքելով փրկեց այդ երկիրը, ինքը երկիրը կարելի էր փրկել, եթե դու կոմունիստական կառավարման համակարգը սարքես, դա ասեք, մի ասեք, որ արդեն բաներ կարող էր Գորբաչովի փոխարեն Դեն Սիաոպինի նման մեկը լիներ։ Գաղափարները կոմունիստական գաղափարները սպառել էին իրան, հասկանում ես։ Բայց հայտնվեց Դեն Սիաոպինի նման մեկը եւ կարողացավ, այո, դա եկեք բան չանեք, հասկանալ է, ես նկատի ունեմ, որ կապիտալիստական բանով փրկել։ Շատ լավ, գանք այլ թեմաների, տեսեք, ինչպիսի հայտարարություններ հնչեցին ռազմական մեծ շքերթ էր Ադրբեջանում, ինչով էր սա առանձնանում, այստեղից Նիկոլը խոսում է խաղաղության մասին, հիմա պիտի խաղաղություն, տեսեք ինչպիսի կոչեր Էրդողանի կողմից, ինչպիսի խոսքեր Ալիևի կողմից հպարտանում են պարտեզով, որտեղ մեր զինվորներն են պատկերված եւ այլն, ինչ ցույց տվեց այս շքերթը, խնդրեմ։ Այո,
Շատ հետաքրքիր է այդ դրա մասին խոսել, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք հիմա մոտ ենք խաղաղության, ասեմ, որ նույն այդ ժամին, այսինքն օրեր առաջ, Ալիևը ոչ միայն իրենց ակադեմիայում, այլ նաև այլ հարթակում պաշտոնապես հայտարարեց, որ մենք գրավել ենք Ղարաբաղը, հիմա մեր գլխավոր խնդիրը դա ինքը պաշտոնապես հայտարարեց վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան, վերադարձ դեպի Հայաստանի գրավում խաղաղ ճանապարհով։ Սա իրանց պաշտոնական հայտարարությունն եմ ասում, եւ ինչի խաղաղ ճանապարհով, որտեղ իրանք փաստացի իրանց փորձագիտական շրջանակներով ասում են, որ եթե Հայաստանը ունի Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար, ապա մեզ պետք չի, որ մենք տանկերով գրավենք Հայաստանը։ Մենք պարզապես մեքենաներով, ոդկով կարող ենք գրավել Հայաստանը, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքականությունը Հայաստանում։ Սա շատ պարզ մեսիջ է եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ գալի 26 թվականին դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ այլ մարդու մեջ ընտրություններ լինելու։ Ընտրություններ լինելու այդ մարդը Հայաստանում կարողանալու է ապրել, թե ոչ։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մարդիկ հասկանան, որտեվ դա մարդիկ պետք է ընտրություն կատարեն, մարդիկ ուզում են, որ Հայաստան մնա Հայաստանի Հանրապետություն, թե Հայաստանը դառնա Արևմտյան Ադրբեջան։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունը դա Իլհամ Ալիևի Արևմտյան Ադրբեջան ձևակերպումն է։ Պարզապես Արևմտյան Ադրբեջանը ասվում է ադրբեջանցիների շրջանում, իսկ 4-րդ հանրապետությունը ստեղծված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այս նույն իդեան կարողանա հրամցնել հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունը 4-րդ հանրապետությունը լսելով վատ չզգա, որ սա ադրբեջանցիների վերադարձի խնդիր է, դա արդեն ոչ մեկ չի թաքցնում եւ Ալիևը հրապարակավ է դա ասում, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, թե ինչ է սպասվում իրեն ապագայում։ Այսինքն շատերը ասում են, ինչի է Ալիևը պաստավկա անում Փաշինյանը, ինչի է նման տիպի հայտարարություններով հանդես, ինքը պաստավկա չի անում։ Իրենք արդեն պայմանավորվել են դրա մասին, հարգելի ժողովուրդ, եւ իրենք բաց են դրա մասին խոսում, պարզապես Նիկոլ Փաշինյանը դա բաց չի խոսում, որպեսզի կարողանա վերարտադրել հերթական այդ մարդը 7 տարի խաբել է, 7 տարի խաբել է, ինչն է իրան խանգարում մի հատ էլ խափի, որպեսզի կարողանա վերարտադրի, որտեվ իր համար իրական Հայաստանը դա նշանակելու է, որ ինքը պետք է պատասխանատվություն տակ հայտնվի այն իր գործողությունների համար, որ ինքը կատարել է մինչև այս 7 տարիների ընթացքում։ Ինքը մեծագույն հանցագործություններ է կատարել հայ ժողովրդի առաջ, եւ ինքը հասկանում է, որ եթե լինի Հայաստանը, ինքը կանգնելու է այդ պատասխանատվությունների առաջ։ Եթե չլինի Հայաստան, ինքը բնականաբար ոչ մի պատասխանատվություն չի լինի։ Դա համար օբյեկտիվորեն իր անձնական շահերը եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական շահերը համընկել են իրար։ Հիմա վերադառնանք շքերթին։ Ռազմական շքերթում ընդհանրապես պետությունը, որ ռազմական շքերթ է իրականացնում, ինքը փորձում է երկու խնդիր լուծել։ Ցույց տալ, թե ինքը ինչ ռազմական տեխնիկա ունի, եւ երկրորդը ինքը փորձում է հասկանալ, թե դիվանագիտական իմաստով ինչ հնարավորություններ ունի, ինչքան երկրներ կարող են մասնակցել շքերթին, ինչ մակարդակով։ Ռազմական տեխնիկայի մասով ինքը իհարկե իրանց արտադրանքը ցույց տվեց, բայց որը առանձնապես լուրջ արտադրանք չէր, այնտեղ ոչ մեկին չէր զարմացնում։ Զարմանալին հետաքրիր էր, որ ինքը ցույց տվեց նաև իսրայելական զինտեխնիկա, հատկապես հեռահար հրթիռներ մինչև 300 կիլոմետր տարածք, որ կարող են իրենք օգտագործեն, ինչը ցույց է տալիս, որ փաստորեն լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, որտեղ 300 կիլոմետր դա լուրջ տարածք է, բայց միջազգային փորձագետները արձանագրում են, որ Ալիևը այս շքերթով նաև փորձում էր մեսիջ ուղարկել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին եւ Իրանին, որ այդ հրթիռները կարող են օգտագործվել նաև Ռուսաստանի եւ Իրանի մոտակա տարածքների հետ կապված, բայց հասկանալի պատճառներով, քանի որ Ալիևը երբևիցե ռիսկ չի անի Ռուսաստանի կամ Իրանի դեմ ինչ-որ քայլ կատարել, հասկանալի է, որ գլխավոր թիրախը այս հարցում Հայաստանն է լինելու։ Բացի ռազմական այդ տեխնիկայի ցուցադրումից, պարզ եղավ, որ թե ովքեր են իր մոտակա դաշնակիցները։ Ուրեմն ես հիմա հիերարխիկ համակարգն եմ ուզում ներկայացնեմ, ամենամոտակա դաշնակիցները պարզվեց, որ Թուրքիան ու Պակիստանն է, որտեղ Թուրքիան ու Պակիստանը իրենց երկրի ղեկավարներով մասնակցեցին, Պակիստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահն մասնակցեց այդ շքերթում։ Երկրորդ շերտի մակարդակով մեր համար շատ զարմանալիորեն մեծ դերակատարում ունեցան փաստացի մի քանի երկրներ, ուղղակի ուզում եմ թվարկեմ, Սլովակիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար, մենք պետք է հիշենք դրա մասին, Սերբիայի գլխավոր շտաբի պետը, Սերբիայի երկիր,
այն երկրին, որին մենք մինչև վերջ չէինք աջակցում, Կոսովոյին չենք ճանաչում, բան եւ այլն, պարզվեց, որ Սերբիան շատ ակտիվ համագործակցում է փաստացիորեն Ադրբեջանի դեպ ոչ միայն համագործակցում, այլ նաեւ բացատրույց է տալիս, որ ինքը աջակցում է։ Մենք պետք է հասկանանք դա ինչ է կատարում հետ Փաշինյանական Հայաստանի պայմաններում, մենք պետք է հասկանանք հնարավոր կլինի արդյոք այդ բա փոխել թե, բայց դա փաստ է, որ Սերբիան եւ Սլովակիան դրանք ընդգծված ցույց են տալիս, որ Ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն։ Բացի իրենցից փաստացի կարելի ասել, որ բարձր մակարդակով մասնակցություն։ Բայց լավ փայլուն հարաբերություններ ունեն Պուտինի հետ եւ Ռուսաստանի հետ։ Ես բան չունեմ ասելու, բայց մենք պետք է հասկանանք, թե մեկը մյուսի հետ կապ չունի։ Մենք պետք է մեր շահի տեսակետից մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Սերբիան եւ Սլովակիան ունեն առանձնահատուկ դրական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչը մեզ պետք է մտածելու տեղ տա։ Հաջորդը, որը ավելի նույնպես ոչ պակաս բարձր մակարդակով հանդես եկան, դա Ղազախստանն ու Ղրղզստանն էին, որոնք հանդես եկան պաշտպանության նախարարների մակարդակով։ Պաշտպանության նախարարները դա ճիշտ է, երկրի ղեկավար չի, փոխվարչապետ չի, բայց այնուամենայնիվ ասենք որոշակի բարձր մակարդակ։ Այդ բացացի այդ 4 երկրներն էին, որոնք Պակիստանի, Թուրքիայից բացի, որ ցույց տվեցին, որ իրենք ունեն առանձնահատուկ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Երրորդ մակարդակը արդեն կարանք ներկայացնենք բանի Սաուդյան Արաբիայի եւ Ուզբեկստանին, որոնք մասնակցեցին պաշտպանության փոխնախարարների մակարդակով, այսինքն մի կարգ ավելի ցածր։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ արաբական աշխարհից, բացի Սաուդյան Արաբիայից, ոչ մեկ քիչ թե շատ բարձր մակարդակով հանդես չեկավ։ Դա շատ կարևոր հանգամանք է, որտեղ մահմեդական աշխարհում կարելի ասել, որ արաբական աշխարհը հետաքրքրություն չունի Ադրբեջանի նկատմամբ։ Ու Սաուդյան Արաբիան չհաշված, որտեղ Սաուդյան Արաբիան մինչև պատերազմը չուներ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ եւ հաստատվեց վերջին ժամանակահատվածում եւ նույնիսկ Սաուդյան Արաբիան փող նախարարի մակարդակով էր հանդես եկել։ Բացի այդ կան նաև այլ խոշոր մահմեդական երկրներ, ես նկատում եմ Մալազիան, որը նույնպես որևէ ներկայություն չի ունեցել։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ մահմեդական աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք աջակցում են Ադրբեջանին եւ մենք դա պետք է հաշվի առնենք եւ հետ Փաշինյանական Հայաստանում պետք է մենք փորձենք ամեն ինչ անենք, որ մահմեդական աշխարհում ընկերներ ձեռք բերենք, դաշնակիցներ ձեռք բերենք եւ չեզոքացնենք այն պոտենցիալ երկրները, ովքեր որ մեր հանդեպ այդքան էլ դրական չեն, օրինակ Ղազախստանին, Ղրղզստանին կամ Սաուդյան Արաբիան եւ այլն եւ այլն։ Շատ հետաքրքիր էր, որ Թուրքմենստանը ընդհանրապես չմասնակցեց, որը շատ դրական եմ համարում դա, այսինքն մենք պետք է նույնպես, այսպես ասած, հաշվի առնենք այդ հանգամանքը, եւ նաեւ Տաջիկստանը, որ որևէ ռազմական ներկայություն չունեցավ, ուղղակի ներկայացված էր դեսպանների մակարդակով։ Դեսպանների մակարդակով ներկայացված են մնացած 75 երկրները, որտեղ հիմնականում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը կային, բայց դեսպանների մակարդակը դա ոնց որ չեզոք դիրքորոշում, այսինքն մարդիկ ասում են, որ մենք չենք կարևորում սա, բայց քանի որ դուք պաշտոնական process եք տանում, մենք էլ հրավիրում ենք, մենք մեր դեսպաններով կարանք դες բանալ։ Ինչով ոնց եք բացատրում այս ամեն ինչը։ Դա հետեւյալն է, այսինքն դեսպանների մակարդակով դա նշանակում է, որ մենք ունենք չեզոք դիրքորոշում ընդհանրապես, եթե վաղը մյուս օրը Հայաստանը դա լինի, նույն դեսպաններով ստեղ կլինի։ Բայց հետաքրքիր մի հատ ուրիշ Չէ, Ադրբեջանի նկատմամբ որ ասում եք, այսպես ինչու եք Ադրբեջանը մեծ պոտենցիալ ուժեղ դաշնակիցներ ունենալ չունի։ Դա փաստ եմ ասում։ Չէ, դա եմ ասում, ինչով եք բացատրում, որտեղ այնտեղ Ղազախստան, Տաջիկստան բան հարաբերություններ էր, նորմալ, ինչով եք բացատրում։ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները Տաջիկստանը որևէ ձևի չի մասնակցել, Ղազախստանը մասնակցել է։ Մենք պետքա փորձենք տարանջատենք երկրները եւ հասկանանք, որ երկրները ուզում հասկանալ ինչ տեղի ունեցավ, որտեղ է թուրքական աշխարհի հետ բավականին լավ հարաբերություններ ուներ, ֆորումներին, բաներին միշտ Ադրբեջանը ներգրաված եղել Ալիևը։ Ուղղված են պատկերացումներ, որ Ադրբեջանը ունի, բայց տեսեք, օրինակ հետաքրիր բան ասեմ, ուրեմն ընդհանրապես նույնիսկ դեսպանների մակարդակով չմասնակցեցին եվրոպական երկրները։ Օրինակ Գերմանիան պատճառաբանեց, որ մենք ինչ որ պատճառներ բերեց, ասես որ մեր դեսպանը նույնիսկ չի կարող մասնակցել, պատճառ բերեց։ Եվ Գերմանիայի հետ մի շարք նաև երկրներ, այդ թվում նաև ՄԱԿ-ը, այդ թվում նաև Շվեյցարիան, Բալտյան երկրները ոչ մեկ չմասնակցեցին։ Տեսեք, բայց այդ շքերթից առաջ եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, դուք պատկերացրեք գերիների հարցը բանական կարելի է։ Եվ վերջապես գրեթե բացահայտ դեմարշով հանդես եկան 3 երկիր՝ Հոլանդիան, Ֆրանսիան եւ Հունաստանը։ Եվ այդ երկրները ոչ միայն չմասնակցեցին դեսպանների մակարդակով, այլ նաև պատճառներ չբերեցին։
Ընդհանրապես իրենց երբ որ փորձեցին մեկնաբանություն ստանալ, մենք ոչ մի մեկնաբանություն չենք տալիս։ Դե Հունաստանի դեպքում հասկանալի է, որ սա նշանակում է, որ պոտենցիալ այդ երկրների հետ Հայաստանը կարա լուրջ մակարդակի աշխատի։ Նիկոլին վռնդելուց հետո իհարկե, այսինքն մենք ունենք մեծ պոտենցիալ աշխատելու երկրների հետ։ Հասկանալի, իրանք ունեն եռյակ Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան, չէ՞։ Մենք ունենք պոտենցիալ Իսրայելը, որ այդպես Իսրայելը տեսեք այն եզակի երկիրն է, որը տակից աշխատում է, բայց հրապարակավ ցույց չի տալիս, ինչի ցույց չի տալիս, որովհետև եթե ինքը հրապարակավ ցույց տար Էրդողան կա է Էրդողանն ու Պակիստանը կմերժեին դա Ադրբեջանը հասկանալով այդ իրավիճակը փորձում է Իսրայելին հրապարակավ չմտցնի այդ խաղի մեջ բայց բոլորն էլ հասկանում են Իսրայելը տակից ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի հետ բայց մենք պետք է նշենք որ ինքը Հայաստանը ունի շատ ավելի լուրջ պոտենցիալ աշխատելու այլ երկրների հետ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի շատ ավելի լուրջ երկրների հետ, որը եթե այստեղ նորմալ երկիր լինի, մենք կարանք աշխատենք, այսինքն մեր պոտենցիալը լուրջ երկրների հետ աշխատելու շատ ավելի մեծ է, քան Ադրբեջանինը։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը այսօր անգամներով ավելի ուժեղ է իր պոտենցիալով ռազմական, քան Հայաստանը, սովորաբար թույլ երկրների հետ մարդիկ չեն ուզում աշխատեն, ուժեղ երկրների հետ են աշխատում։ Հիմա տեսեք, Ադրբեջանը ուժեղ է դարձել Հայաստանից, բայց իր հետ չեն ուզում տենց աշխատեն, նույնիսկ բացահայտ մերժում են, այսինքն դա նշանակում է, որ մենք ունենք այդ պոտենցիալը աշխատելու։ Հերիքա այս մարդը չննի հարգելի ժողովուրդ իշխանությանը, մենք ունենք մեծ պոտենցիալ իսկապես լուրջ դաշնակիցներ ունենալու։ Սա կարևոր հանգամանք է, որ մենք պետք է արձանագրենք։ Լավ, հայտարարությունները, Ալիևի վերջին փուլի այս նկարտումները, հայտարարությունները Սևանի հետ կապված, քարտեզների հետ կապված, որ Պյոտրից ենք ստացել եւ այլն կամ այս լեզվով է գրածել։ Իմիջայլոց, այսպես բանով Նիկոլի իբրև թե անդրադարձավ, բայց իրականում այդ փուլում անգամ Ադրբեջան հասկացողություն քարտեզի վրա չի եղել, որ մենք պետք է նաեւ սրա մասին խոսենք, հա, եկել են գրավել են թուրքական անունների են վերածել ինչ-որ բաներ։ Իր նկարտումները Ալիևի վերջին փուլի այս հայտարարությունները Ալիևը ինքը նորություն չի, ինքը միշտ էլ այդ հայտարարություններով հանդես եկել է, որ սա պետք է մենք սարքենք Ադրբեջան Արմենիան ադրբեջանցիներին պետք է վերադարձնել։ Դա նորություն չի, դա միշտ էլ հայտարարել է։ Դա նորություն չի, բայց այդ Նիկոլիան նորությունը, որ է ժողովրդի կերակրում է, խաղաղություն է բերել։ Այսօր էլ դուք գնում եք ժողովրդի հետ հանդիպում եք, էլ ինչ որ մասա դեռ ասում է Նիկո 4 պատերազմ բերած մարդը, Ալիևեն հայտարարությունները, որ գալիս է մեզ վերցնել։ Ուրեմն կա, մեր ժողովրդին պետք է մենք բացատրենք հետեւյալը, որ խաղաղություն, տեսեք, ես շատ լավ կլինի, որ ասենք օրինակ, որպեսզի մենք հիմա, քանի որ մենք հղումներ ենք անում սրան կամ նրան, օրինակ եթե մեր ժողովուրդը, մեր քաղաքական ակտիվ մասը գոնե, օրինակ ասենք կարդար Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հուշերը, ապա Հովհաննես Քաջազնունին շատ հետաքրքիր հուշեր ունի այս խաղաղության եւ պատերազմի հետ կապված, շատ հետաքրքիր, ինքը շատ խոհեմ մարդ էր, շատ լուրջ մարդ էր, շատ լուրջ անձնավորություն էր եւ ինքը նշում էր, որ դա պարզ էր բոլորիս համար էլ հասկանալ էլի, որ իսկապես խաղաղությունը մեզ բոլորիս համար անհրաժեշտ է, բայց տեսեք օրինակ շատերը համեմատում են մեզ Բալտյան երկրների հետ։ Բալտյան ժողովուրդները իրար հետ կարան խաղաղության մեջ լինել, որտեղ այնտեղ 3 ժողովուրդներն ունեն մոտավորապես 3 պոտենցիալ եւ այնտեղ չկա մի գերտերություն, որը մեկին մեծ առավելություն տա։ Ասենք օրինակ չկա Գերմանիացի, որ ես ուզում եմ Լատվիան ճնշի Էստոնիային կամ Լիտվային կամ եւ այլն եւ այլն։ Դրա համար իրանց մոտ էդի ստացվում է։ Մեր մոտ Ադրբեջանը չի համարում իրան կովկասյան երկիր, ասեմ դες իմանաք։ Դա ոչ միայն հիմա ենք ասում, դա բոլոր կարդացեք արեմտյան պատմաբաններին, կարդացեք Հովհաննես Քաջազնունին, կարդացեք Գարեգին Նժդեի հուշերը, կարդացեք ընդհանրապես արեմտյան փորձագետների, ռուսական, թուրքական, Ադրբեջանը միշտ իրան համարելան ու Ադրբեջան, որ ասում եմ, այնտեղ տարածքում ապրող թուրքալեզու ժողովուրդը, այդ թուրքալեզու ժողովուրդը եղել է 10-րդ դարից։ Ադրբեջան չի եղել, բայց թուրքալեզու ժողովուրդը եղել է։ Իրանք իրանց համարում են թուրքական աշխարհի բաղկացուցիչ էլեմենտ։ Մի պահ իրանք մի որոշակի ժամանակ վերջին 200 տարվա ընթացքում, երբ իրանք հայտնվեցին Պարսկաստանի ազդեցության տակ, իրանք շիական համայնքի էլեմենտ էին համարում, բայց պանթուրքիստական փիլիսոփաները կարողացան մեծ աշխատանք տանել եւ իրանց մեջ թուրքական գիտակցությունը ավելի մեծացրեց եւ կոտրեց շիական մտածողությունը։ Եվ ավելին ասեմ ձեզ, եթե նախկինում ադրբեջանցիների մոտ 90-95% շիաներ էին, հիմա արդեն շիաների քանակը ֆունդամենտալ պակասել է, իհարկե էլի մեծամասնություն են, բայց տարբեր գնահատականներով մոտավորապես 60-40 կամ 65-35
տոկոսի հարաբերակցություն է դարձել եւ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն տանում են մի քաղաքականություն, որով փորձում են թուլացնել շիաների ազդեցությունը եւ մեծացնել սուննիի մասի, որպեսզի իրանք կարողանան այդ թուրքական աշխարհի հետ ավելի լավ ինտեգրվել, որտեղ մնացած թուրքալեզու ժողովուրդները սունիներ են։ Եվ ամենակարևորը գլխավոր Թուրքիան մեծ ճնշող մեծամասնություն թուրքեր են, ու բացի փոքրիկ մի հատ մասի, որը ալավիներին, որոնք ավելի մոտ են շիաներին։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, փաստացի Ադրբեջանը իրան չի դիտարկում հավասար Հայաստանին, Վրաստանին երկիր, Կովկասյան երկիր, հարգելի ժողովուրդ։ Ինքը իրան համարում է Կովկասյան, բանը թուրքական աշխարհի բաղկացուցիչ մաս, որը թաթար ռուսներն էին անվանում։ Իրանք իրանց համարում են թուրքալեզու ժողովուրդ, որը պետքա ժամանակի ընթացքում դոմինանտային դեր կատարի այս տարածաշրջանում։ Դոմինանտային դեր ինչա նշանակում։ Էլի Հովանես Քաջազնունն։ Դոմինանտային դեր Վրաստանի մասով նշանակում է ենթարկել վրացիներին իրանց վերահսկողության տակ, իսկ հայերին ֆիզիկապես հեռացնել այստեղից, իսկ քաղաքական իմաստով վերացնել Հայաստանի պետականությունը եւ ֆիզիկապես հայերին ըստեից վռնդել։ Եթե խաղաղ ճանապարհով կամ Վրաստանի մասին չխոսեցիք, այդ շքերթի հետ կապված իրենց արձագանքը։ Վրաստանը որևէ արձագանք չի տվել։ Տեսնում եք, իսկ դուք ասում եք վրացիները կպատժեն, անպայման որտեղ Վրաստանին նեղացրել են։ Վրաստանում մի րոպե կներեք, Վրաստանը անուղղակիորեն այդ մեսիջը ուղարկեց Վրաստանում, ասեմ ձեզ, որ իրենց կենտրոնական բաներից մեկում թույլ տվեցին, որ իրանք նշեն իրենց հաղթանակը։ Կարային թույլ չտային դա, հասկանում եք, իրանք կարող են հիմա իրանք ինչ են ասում են մենք չենք նշել այդ հաղթանակը։ Ադրբեջանցիները խնդրել են մենք էլ տվել ենք տարածք։ Դուք էլ հակավրացական բանը դուք չեք, չէ՞ առաջարկել Եվրոնեստում։ Դուք տվել եք տարածք, իրանք հակավրացական որոշում են, չէ՞ կայացրել։ Իրենք կարային ավելի կոշտ պատասխանեին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը վրացիները շատ լավ հասկանում են մեր հոգեվիճակը։ Շատ լավ հասկանում են, որ նույն բանի միջով անցել են իրենք։ Իրանք շատ լավ հասկանում են, որ այս ինչ որ կատարվում է Հայաստանում, իրանք այդ ճանապարհով անցել են։ Իրանք շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ իրանք չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները հայ ժողովրդի հետ։ Սա շատ པարզ խնդիր է, բայց իրանք լավ վրթովված են այս վիճակից, ասեմ ձեզ, եւ շատ տրամաբանական է։ Բախտը ասենք թե վերես 10 տարի հետո նոր ազատագրվեցին Սաակաշվիլուց։ Հիմա ոնց եք մտածում, մենք հələ 7 տարի կարող է արժևում մի 10 տարի էլ կա։ Իհարկե մեր հետագա Հայաստան չի մնա։ Դու նարատիվ ես տանում, որը ճիշտ նարատիվ տանում, այդ նարատիվը սխալ նարատիվ է, դու ինքդ մի կողմից դու բան ես անում, հետո ասում ես թե ինչա տենց։ Նարատիվները կամ շատ կարևոր դեր են կատարում քաղաքականության մեջ։ Եթե դու նարատիվ ես տարածում, որ ինքը կարող է հավերժարի մնա, նարատիվը վերջին բաներ եմ, հիմա կասեմ ինչի համար եմ ասում, բայց ուրիշ հարց էի ուզում տալ։ Տեսեք, մի կողմից ասում ենք, որ եկեք իրենց բարձած օրակարգին չանդրադառնանք, ճիշտ եք ասում, ասամ Նիկոլի օրակարգին, որտեղ ինքը մի բան է հրապարակ նետում եւ իր խայտարակությունները, իր դավաճանությունները, այլանդակությունները այդ ամենը փակում է։ Երբ որ մի քիչ թուլանում է, նամակ է գրում թիմակիցներին ասում կամ էլ Անային է ասում, ակտիվացի, որտեղ գիտի ինքը Անան հենց որ խոսում ես, այս մի հատ բան ռեակցիա առաջանում, ինչ որ ահա դուք անդադ մենք խոսում ենք Նիկոլ, մենք մի հատ ցավ ունենք, մենք խոսում ենք իրանից։ Բա ինչ ասեմ, բա ինքն է եկել գրավել երկիրը, ինքն է գործիքը թուրքերի, բա ում անունը տամ։ Եթե ինքը այդ մարդը գործիք է, եւ այս գործիքով Արցախը տվել է, հիմա Սևանը տալիս է, Երևանը տալիս է, բա ում անունը տամ։ Լավ, տեսեք, մեր խնդիրը պետք է կազմակերպել են միֆերը, որ կա։ Հիմա փորձենք միֆեր օրինակ եմ ասում։ Հարցը տամ, էլի։ Հիմա Նիկոլը, ասենք, անընդհատ էս ասում, 3 նախագահներ թողան բանավիճ են, ես չեմ ծախի Արցախը բան։ Երբ որ արձագանքում են 3 նախագահները այս կամ այն կերպ, կամ սատկացնում են կամ հիմնարար բացատրում են, ես օրինակ ինձ դա, տեսեք, ինձ դա դուր չի գալու, թե ասում, լավ, ոնց կարելի է այս դավաճան սրիկային բացատրել, ինքը ծախել է, ինքը գնացել է։ Հիմա դուք ինչի կողմնակից եք, ճիշտ են անում նախագահները, 2 նախագահները նորից մանրակրկիտ բացատրեցին, որ այս սրիկան ոնց է ծախել մեր երկիրը, ոնց է ճիշտ է թե սխալ։ Ես հիմա sense ձևակերպեմ, տեսեք, խնդիրը ինչի մեջ է։ Ամբողջ խնդիրը 3 նախագահներն էլ զարմացած են, թե իրանք անդադ խոսում են բան եւ այլն, բայց միգուցե բովանդակությունը հասկանալի է, բայց այն ձևը, որ իրանք ասում են, իրանք նույն բանի մեջ պատտվում են չհասկանալով, որ ինչ է առաջարկում։ Հիմա տեսեք, ես հիմա մի բան եմ ուզում առաջարկեմ մեր ժողովրդին։ Մի կողմ թողնենք հələ 3-րդ նախագահների խոսքը։ Ես կանանք ասենք, որ դիցուկ ասենք 3 նախագահները ունեն ինչ-որ խնդրեմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ որպեսի հասկանանք ճշմարտությունը որն է, ես կարծում եմ, որ լավագույն ճշմարտությունը, որը կարա ներկայացնի այս խնդրի շուրջ, Իլհամ Ալիևն է, որտեղ Իլհամ Ալիևի խոստովանությունները իրականում ավելի իրականություն, որտեղ Ալիևը ինչ որ հայտարարում է, չէ, ոչ թե դիմի, Ալիևը պաշտոնապես հայտարարել է, թե
ոնց է լուծվել Ղարաբաղի խնդիրը։ Պաշտոնապես է, ոչ թե Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը։ Ալիևը, կարդացեք հարգելի ժողովուրդ, 2020 թվականի դեկտեմբերի 1-ի իր ելույթը։ Ուրեմն 2020 թվականի դեկտեմբերի 1-ին իր ելույթում ես կարծում եմ բոլոր այն մարդիկ, որ ունենք բարձրագույն կրթություն կամ 10% կամ 4-րդ դասարանը ավարտել են, տարաճանաչ են կամ գոնե առնվազն ռուսերեն կարող են կարդան, եթե ռուսերեն չեն հասկանում, կարան տրանսլեյտով թարգմանեն հայերեն, ապա կասեն, իրանք ես ուղղակի կարճ ասեմ, թե ինչ է ասել Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը, որ երբ որ առաջ եկավ 80-ական թվականների սկզբից, երկար ժամանակ միջազգային հանրությունը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց Հայաստանի ոչ մի ղեկավար չէր ընդունում այդ դրույթը։ Հետո ինքը հայտարարեց, որ 2003 թվականից միջազգային հանրությունը փոխեց իր տեսակետը։ Եվ միջազգային հանրությունը ինձ ճնշում էր, այսինքն Ալիևին ճնշում էր, որպեսզի Ալիևը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս եւ դրա դիմաց միջազգային հանրությունը խոստանում էր, որ կճնշի Հայաստանին, որպեսզի Հայաստանը վերադարձնի մնացած 7 տարածքները իրեն։ Եվ ըստ էության, ասում է, հիմնական բանակցությունները սկսած 2003 թվականից։ Հրապարակային եւ կուլիսային մինչեւ 20 թվականը գնացել է հետևյալ ֆորմատով, թե այդ 7 տարածքներից ինչ կոնֆիգուրացիայով պետք է հանձնվեն Ադրբեջանին եւ Ադրբեջանը երբ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ ճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրաքվե անցկացնելու իրավունքը։ Ես ասում եմ պաշտոնապես, այսինքն հետևյալ ձևակերպումն ասենք, որ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ 91 թվականից ոչ մի Հայաստանի ղեկավար չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Առաջին, հիշենք դա։ Երկրորդը, Իլհամ Ալիևը հայտարարում է, որ սկսած 2003 թվականից միջազգային հանրությունը դադարել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը պահանջել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը տարանջատվի 7 շրջաններից, այդ օկուպացված կամ ազատագրված ոնց ուզում ենք ձևակերպենք։ Եվ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա հանրաքվե անցկացնելու իրավունք, որպեսզի ինքնուրույն որոշի, թե ոնց պետք է, այսպես ասած, իր ճակատագիրը լինի։ Այսինքն դա ասում է պաշտոնապես Իլհամ Ալիևը։ Եվ այստեղ խոսել թե Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ինչ են ասում, արդեն դառնում է մի քիչ ուրիշ հարթության։ Դրանք արդեն հետաքրքիր է, որ եթե օրինակ եմ ասում, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը հրավիրեր այդպիսի բաց երկխոսության մեջ Ալիևին, ապա բոլորի համար պարզ կլիներ, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել մինչև 20 թվականը ոչ մի երկրի ղեկավարի կողմից որպես Ադրբեջանի մաս, եւ պաշտոնապես Իլհամ Ալիևը նույնպես պնդում է արդեն 2023 թվականին, որ ի ուրախություն իրեն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը։ Սա պարզ փաստ է, այսինքն Նիկոլ Փաշինյանը առաջի երկրի ղեկավարն է եղել, որը հոկտեմբերի 6-ին 22 թվականին ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, եւ դա հայտարարում է ոչ թե ես կամ Անժելան կամ Պողոսը, դա պաշտոնապես հայտարարում է Իլհամ Ալիևը, եւ ինքը ուրախացած զարմացել է դրա մասին։ Ավելին կարող եմ ասեմ, Նիկոլ Փաշինյանը սկսած 2022 թվականի գարնանից ակնարկում էր Օբերտոնի պատոհան բացեց, որ միգուցե իջացնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, արդեն պարզերը ծախելու է արդեն պարզեր է ամեն ինչ, այսինքն այստեղ նույնպես պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը վերջնականապես լուծել է Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Հիմա անցնենք նոյեմբերի 9-ի համաձայնագրին։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով նույնպես կարանք հղում անենք Իլհամ Ալիևին։ Իլհամ Ալիևը ասեց, մենք կազմաքանդեցինք մադրիդյան սկզբունքների հակաադրբեջանական, այսպես ասած, այդ փաստաթուղթը եւ կարողացանք հասնել նրան, Ալիևն է ասում, եւ կարողացանք հասնել նրան, որ 7 շրջաններն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրը լղոզեցինք։ Եթե մադրիդյան սկզբունքով Լեռնային Ղարաբաղը պետք է անկախանար 7 շրջանները պետք է հանձնվեր Ադրբեջանին, բացառությամբ Լաչինի Միչանսկի, հա, ապա նոյեմբերի 9-ի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը դարձավ անորոշ։ Բայց Ալիևը հայտարարում է անորոշ պայմաններում, անորոշ մնաց նաև Լաչինի Միչանսկը, այսինքն մնաց Ռուսաստանի ազդեցության տակ։ Եվ դրա դիմաց նոյեմբերի 9-ով ստացավ Ադրբեջանը միայն հնարավորություն
Զանգեզուրով անխոչնդոտ ճանապարհով, որպեսզի Հայաստանը ապահովի ադրբեջանցիների անվտանգ, այսպես ասած, այդ կոմունիկացիան Նախճեվանի հետ։ Այսինքն սա է ստացել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, եթե համեմատում ենք մադրիդյան սկզբունք, մադրիդյան փաստաթղթի հետ, իհարկե բացասական է, բայց եթե մենք հիմա համեմատում ենք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, դա երազանք է, որ արդեն հնարավոր չի հասնել հարգելի ժողովուրդ։ Բայց շարունակեմ, բայց Նիկոլ Փաշինյանը արդեն այն մակարդակի է հասել, որ ինքը չի հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղը ինքը չի հանձնել կամ ինքը ավելին ինքը արդեն հայտարարում է, որ մենք ինքը ասում է ես եմ հանձնել եւ հանձնելով Հայաստանը փրկել եմ, բարձում է, դուք հասկանում եք, այսինքն մարդու խաբեության աստիճանը ինքը սկզբից ինչ էր խաբում, խաբում էր, որ Արցախը Հայաստանը է վերջ։ Հետո խաբեց, որ մադրիդյան սկզբունքները վատն են, հետո խաբեց, որ ինքը բոլոր տեղերում խաբել է, հետո խաբեց, որ Ղարաբաղում ռուսներն են գցել եւ ռուսներն են հանձնել, դա էլ խաբեց։ Հիմա արդեն, քանի որ այդ բոլոր խաբեությունները ավարտվում են, հիմա նոր խաբեություն է բերում, ասում է, չէ, ռուսներն էլ կապ չունեն։ Ես եմ հանձնել արդեն Ղարաբաղը, հանձնել եմ, որպեսզի փրկեմ Հայաստանը։ Սա այս վերջի խաբեությունն է։ Հիմա, այսպես ամենավերջին թարմ խաբեությունը կայանում է նրանում, որ ինքը ասում է, այս հիմա այս Զանգեզուրի այս Տրամպի կամրջով ես ձեզ բերում եմ մեծ խաղաղություն։ Սա արդեն այն խաղաղությունն է, այն խաբեությունն է, որ բերելու է Հայաստանի ոչնչացմանը։ Սա ես պարզում եմ ասեմ, որ այս մարդու խաբեությունների շարքը պետք չի մեջ բերել նախագահներին։ Կարող է այդ նախագահների հանդեպ պետք է լավ տրամադրություն չունեն կամ այս կամ այն շերտը։ Բայց որ Ալիևը խոստովանում է դա արդեն, դա իրեղեն ապացույցն է, որտեղ Ալիևը առնվազն գոնե միջազգային հանրության տեսակետից այդ ինչ որ ինքը ասում է, բայց դուք ձեր խոսքում, պարոն Բոզոյան, շատ հստակ ու խելամիտ վերջակետը դրեցիք։ Եթե էլ ոնց պարզ բացատրեք, եթե այս մարդու քո մի կախվի նախագահներից, քո ատվետը, քո պատասխանը տվել է Ալիևը եւ շատ ավելի կարեւոր բան ասեցիք, այնքանը լկտիացի ասում ախպեր, ես եմ տվել։ Լավ եմ արել տվել եմ Արցախը, տվել եմ որ փրկվենք։ Այո, հիմա ցենց բան տվել եմ կործանել եմ որ փրկվենք։ Բայց իր փրկությունը այս վերջին կետով վերջնական կործանում է։ Այն շերտին, որը քաղաքական, այն շերտին, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, չի ուզում հասկանա, որ նորմալ է, մարդիկ է։ Հիմա հարց, եթե մարդը կարա 10 տեղ խափի, 4 պատերազմ բերի, 10 տեղ էլ խափի, հնարավոր է այդ մարդուն վստահել, իհարկե ոչ։ Բայց ես մի բան էլ ասեմ, որ մեր ակտիվ շփումները մարդկանց հետ, ասեմ ձեզ, դուք էլ գիտեք, որ մենք ինչ մակարդակի ենք շփում։ Ես գիտեմ եւ նաեւ հիմա կանք արդեն հաջորդ թեմային ինչ է շփումները ցույց են տալիս, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը ճնշող արդեն հասկացել են, որ գործ ունեն խաբեբայի հետ։ Դա միանշանակ եմ ասում, Անժելա ջան։ Բայց եթե անգամ պարոն Բոզյան, մենք ունենք 5% որ իրան ձայնն է տալի 7%, չգիտեմ, տարբեր հարցումներ կա, մեկն ասում է 2%, մեկն ասում է 10%։ Բա ինչի համար են դեռ շարունակում գնալ, ասինքն մարդը կարա ինքը ուզենա իր գան, ինքը գիտի, չէ, իրեն մոխրացնելու են։ Նիկոլը, եթե մնա իրան վառելու չի մնալու։ Ինչի համար են։ Ասեմ ձեզ, մարդը ես ասենց ասեմ քեզ դու չես Ես մի ընկերուհի ունեի անասուններ, ասենք ասում էր դեպի Արցախը տան, որ մենք լավ լինենք։ Անժելա ջան, ես քեզ մի բան ասեմ։ Ասենք հիմա այս անասունները։ Ես քեզ մի բան ասեմ, աշխարհում կա, այսպես ասած, քարոզչության բանաձև, որը լավագույնը ժամանակին դրեց Գեբելսը։ Գեբելսյան քարոզչության մեքենա, որ ասում են, չէ։ Հիմա իդեպ ասեմ, որ հիմա BBC-ի շուրջ մի հատ մեծ սկանդալ է առաջ եկել։ Նախագահ Տրամպը $1 միլիարդ, այսպես ասած, բան է տվել հայցով է ներկայացել որպես շտրաֆ, որպեսի BBC-ն իրեն բանանի, որովհետև BBC-ն սուտ է ասել իր ելույթի հետ կապված 21 թվականի հունվարին, որ ինքը կոչ արել, որ գնանք եւ պայքարենք կապի։ Հիմա ես ինչ եմ ուզում դա ասեմ։ Տեսեք, բայց եթե մենք դառնում ենք BBC-ի այդ ամեղ պահվածքը, դա ամեղությունն է, որ համատենք, բայց այն քարոզչության մեքենան, որ աշխատացեցին, որ Տրամպը ռուսական լրտես է, հիշում եք, չէ՞, պատմությունը։ Դա բառից բունի մաստով ստեղծված քարոզչական պրոպագանդիստական աշխատանք էր։ Համաձայն ես սրա։ Հիմա, բայց կներեք Գեբելսը, որ ծնվեց նացիստական Գերմանիայում, չի նշանակում, որ Գեբելսիզմը վերացավ։ Գեբելսը ծնվեց, այդ Գեբելսիզմը մնաց։ Այսինքն 1000 անգամ սուտ ասա։ Դա օգտագործել են բոլոր երկրները, դա օգտագործել են նաև Խորհրդային Միությունը, Միացյալ Նահանգները, բոլորը օգտագործել են։ Հիմա պարզապես ես ասեմ ձեզ, երբևիցե մենք սենց ձևակերպեմ Հայաստանի պատմության մեջ 3 նախագահների պարագայում էլ մենք չենք ունեցել սուպեր գաղափարականացված իշխանություն։ Այսինքն այնպիսի իշխանություն, որը դրսի պուլտով աշխատացնեն եւ այս աստիճանի Գեբելսյան մեքենա աշխատացնեն։ Սա առաջի դեպք է Հայաստանի պատմության մեջ։
նույն բանը արել են բանի ժամանակ, Պարաշենկոյի ժամանակ, նույն բան արել են Յուշենկոյի ժամանակ, նույն բան արել են Սաակաշվիլիի ժամանակ։ Սա միջազգային, ոչ մի տեղեկատվական տերոր, որը որ դու աշխատացնում ես, բնականաբար հասարակության 10%-ը մտնում է այդ տիրույթի մեջ, ինքը մենակ է լսում։ Ման մոտ լսում է ես sense ասեմ կարամ բերեմ Մաքս Վեբերի խոսքերը, բայց ես չեմ ուզում վիրավորեմ այդ բանը, որ Մաքս Վեբերը ասում էր, որ մարդիկ բաժանվում են երկու մասի, չեմ ուզում ասեմ։ Ես հիմա ինչ եմ ուզում ասեմ, ես դա բերեցի շատ կոպիտ չէ, 95%-ն է ճակատին գրվածի անասուն։ Որտեղ Մաքս Վեբերը ասում էր, ինչպես նաև մի հատ մեծ հայտնի ռուս փիլիսոփակար Գրիգորի Պոմերանց։ Ինքը ասում էր, որ ոչ բոլոր մարդիկ են, որ իրենց սեփական ուղեղով են մտածում։ Մարդիկ սովորաբար մտավոր թոփաններ են։ Այսինքն մարդը ուզում է կումիր տեսնի։ Օրինակ բոլորին է վերաբերում դա։ Ասենք օրինակ եմ ասում, մարդը ուզում է ինչ-որ մեկին կումիր տեսնի, մեկ ուզում է Նիկոլ Փաշինյանին կումիր տեսնի, մեկ ուզում է, չգիտեմ, պայմանական եմ ասում, հա, Բագրատ Սրբազանին տեսնի կումիր, մյուսը ուզում է տեսնի մի հատ նույնիսկ ինչ-որ մի հատ թրքիչի, որը տրամաբանական է, ինքը ասում է մարդը, շատ քիչ մարդիկ կան, որոնք իրաց մտածողության մեջ կումիր կուրք չեն ման գալիս։ Այդ մարդիկ են, որ մտավոր թոփալ չեն, բայց բոլոր մարդիկ ինքը ասում է, այս կամ այն չափով մտավոր թոփալներ են, հասկանում ես, բայց կան։ Ավելի պարզ ասած, մարդիկ, ովքեր պատասխանատվության որևէ բան չունեն, բարդում են ուրիշի վրա։ 90 քանի տոկոսը ասում է, դե ես ինչն ասել է, այսպես է։ Չէ, հիմա տես, հիմա 10% մարդիկ կան, որոնք չեն ուզում պարզապես մտածեն, որտեղ իրանք մտավոր թոփալներ են։ 10%, 15%, մտավոր մարդը չի ուզում մտածի, որտեղ մարդու համար մտածելը դա հոգս է։ Դա համար ինքը որ չի ուզում մտածի, ինքը արդեն իր համար արդեն այդ բանը Գեբելսյան քարոշչամեքենան իր համար ձևավորել է իր կուրքը, ինքը կուրքը ինչ ասի կանի։ Դա արդեն Իշ մեկ մատ մուլտ կար է փոքր սովետական միության ժամանակ, որին դուդուկով նկարում էր սաղին տարավ, ասենք կողից ծովը ջուրը տարավ խեղդեց, չէ՞։ Այդ նույն մոդելն այստեղ աշխատում։ Այսինքն իսկ չկա նաև ուրիշ բան, պարոն Բոզյան, ասենք ինքը Նիկոլի միջոցով ինքը չկայացած մարդ է, չի ստացվել իր կյանքը, նախանձը չարությունը շատ խորքային նստած իր մեջ եւ ըստ իրա Նիկոլը եկել է, դե Նիկոլը ճիշտ նկատեց, երկրորդ նախագահ իր ամեջ չարությունը մաղձ ասենց հորդում է, ինքը վրեժ է լուծում բոլորից, հատկապես բոլոր կայացած մարդկանց եւ այս մարդն էլ, այս 10%-ը նստած ասում է, ինչ լավ անում, ինչ լավ, ես չեմ ուզում վերլուծեմ փսիխոանալիզի մակարդակով։ Ես մեմ վերլուծեմ քաղաքական մակարդակով։ Քաղաքական մակարդակը սա է։ Հիմա տեսեք, հիմա ասենց ասեմ ձեզ, որ դուք պատկերացնեք, հիմա որպեսի դուք հիմա դուք շատ կոնկրետ արդեն վաղար շաբաթ հիմա տեսեք, հիմա ես ասեմ, հիմա տեսեք, դուք հիմա օրինակ ասում եք թե ժողովրդին շատ տեսնում եք, հիմա տեսեք, ուրեմն որպեսի դուք ես ապացուցեմ, որ ժողովրդի մեծ մասը ոչ թե հիմա այլ նախկինում էլ արդեն չէր վստահում Նիկոլ Փաշինյանին, բերեմ մի քանի օրինակներ։ Ուրեմն Սյունիքի տեղական բանը ընտրություններում բոլորը հաղթել են Նիկոլին։ Բոլորը հաղթեցին իրան, ինքը բոլորը գրական գործեր բացեց։ Հիշում եք։ Ճիշտ է։ Վանաձորում երրորդ քաղաքն է երկրի։ Ինքը պարտվեց, հաղթող բանը քաղաքի գրական գործ բացեց։ Շարունակեմ մի րոպե, Մասիսում։ Այո։ Այդ Մասիսի քաղաքապետը այն գլխից էլ ինքը չի կարացել ընդդիմադիր տեխնացիոնից, հիմա վերջերս արդեն քրական գործ բացեց։ Հիշում ես։ Այո։ Գյումրին երկրորդ մայրաքաղաքն է, հայրաքաղաքն է Հայաստանում։ Խայտարակ պարտություն Նիկոլից։ Հսկայական ռեսուրսներ օգտագործելով։ Փարաքյարում պարտություն կրեց։ Փարաքյարում այսինքն Արարատյան դաշտավարում պարտություն կրեց։ Սպիտակ Ալավերդի այդ բոլոր տեղերում Ալավերդիում պարտություն կրեց, մանիպուլյացիայով փոխեց Երևանում ընդամենը 28% է մասնակցել ժողովրդի, 28%-ը իր մաքսիմալ վարչական ռեսուրսներն որ 9%-անոց իշխանություն ունեցավ եւ նույնիսկ այդ պարագայում են հանրապետություն բլոկի են կցորդինել միացած բայց դա շան վրա այն հաճացող դոք շան վրա հույս ինչ որ մանիպուլյացիա բարեց հիմա մազից կախված քաղաքապետ ունի հիմա այս ամենը քեզ ցույց չի տալիս որ մեր ժողովուրդը մերժում է Նիկոլ Փաշինյանին հիմա ասեմ ձեզ դաժան բան ասեմ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի լավ է տիրապետում հանրային պատկերացումների դրամարակատաղած քան մեր քաղաքական վերնախավը մեր լրագրողական վերնախավը մեր քաղաքական լրագրողական վերնախավը անդադ մեղադրում է ժողովրդին չհասկանալը որ ժողովրդի մեծ մասը մերժում է այս իշխանությունը Պարզապես այդ դրան տեր կանգնող չկա։ Տեր կանգնող չկա, այո։ Այսինքն Նիկոլին հաղթողների ժողովրդին իրական տեր կանգնող ընդդիմություն եւ քաղաքական ուժ չկա։ Այդ եմ ասում։ Հիմա ինչ եղավ վաղար շաբաթում։ Վաղար շաբաթում իր ԿՊԱ-ական քաղաքապետը մխրճվեց ինչ որ քրեական բաների մեջ
դե ինքը տեսնել է որ վաղ շաբաթում իր վարկանիշը խայտարակ ցածր է, խայտարակ, հեչ միացնում, խայտարակ ցածր վարկանիշ ունի ինքը, ասենց ասեմ։ Ինչ արեց ինքը, ես ուղղակի վերլուծեմ այդ Ռոջան, որ դուք պատկերացնեք 5000 ձայնից էլ էլի։ Հա, հիմա այդ եմ ուզում ասեմ։ Տեսեք, վաղ շաբաթում ինչ կատարեց ինքը։ Ուրեմն 21 թվականի ընտրությունների ժամանակ Խոյ համայնքը, որը 17 գյուղից է բաղկացած եւ Վաղարշապատը, այս միացին քաղաքը, որ առանձին է, իրար հետ միասին ունեցել է 65000 ընտրող, ոսկի հատի հետ միասին 65000 ընտրող ունեցել։ Հիմա ինքը փաստացի տեսնելով որ գալիք ինքը տեսնելով որ Գյումրիում պարտվել է, Վանաձորում պարտվել է, Ալավերդիում պարտվել է, Սյունիքում պարտվել է, բայց իր թիմը ասում է շեֆ, բայց որ դուք սաղ պարտվել եք եւ վաղը մյուս օրը 26 թվականին էլ եք պարտվելու։ Իրան պետք է մի հատ տեղ որտեղ ինքը հաջողություն արձանագրի, որպես այդ հաջողությունով ինքը ցույց տա գոնե իր թիմին, որ ինքը շանս ունի 26 թվականին վերարտադրվելու։ Ինքը ընտրեց Վաղարշապատը, բայց Վաղարշապատում ինքը քանի որ Էջմիածոնում ինքը ցածր վարկանիշ ունի։ Իսկ Խոյ համայնքում ինքը այդ ժամանակ ուներ համեմատաբար վարկանիշ, ինչի շնորհիվ, ասեմ։ Ուրեմն այդ Խոյ համայնքի ղեկավարը Արգիշտի Մեխակյանն էր։ Արգիշտի Մեխակյանը, հա, Մեխակյանի որդին էր։ Մեխակ Մեխակյանը ազգային հերոս էր, տաղանդավոր ազնվագույն մարդ, փոխգնդապետ, որը ով զոհվեց 94 թվականի մայիսի 4-ին, ընդամենը մի քանի օր առաջ հաղթանակից, հա, սա ողբերգական կերպար էր։ Ինքը երազում էր, ասում էր, որ ես երազում եմ, որ իմ որդին մեռնի Վանում, իսկ իմ թորը մեռնի մեծ հայքում, ինքը մեծ երազանքի մեջ մարդ էր։ Հիմա իր տղան մի տղայի անունը դրել էր Մենուա, մյուսը դրել էր Արգիշտի։ Եվ Արգիշտի Մեխակյանը ինքը կարիերա արել իր հոր շնորհիվ, իր հոր պատգամը տեսնելով մարդիկ իրան հարգում էին որպես Մեխակյանի որդի։ Եվ զարմանալիորեն իշխանությունը որ փոխվեց 18 թվականին, ինքը չկորցրեց հնարավորությունը մնալու իշխանության մեջ, թեև շատ մարդիկ փոխեցին այդ դիրքորոշումը։ Հիմա տեսեք, հիմա այդ մարդու վարկանիշը իր հոր անունի շնորհիվ է։ Նիկոլ Փաշինյանը, որը մերժում է Մեխակյանի երազանքները, բայց քանի որ գիտի որ իր տղան վարկանիշ ուներ իր հոր շնորհիվ, փորձում էր օգտագործել իր որդուն, որպեսզի որդու վարկանիշով կարողանա հաջողություն հասնի ընտրություններին, բայց ոնց հաջողության հասնի, չէ՞ որ Էջմիածոնում ինքը Պարոն Բոզյան, բայց Ալիև, չէ, բայց ես ասեմ իր հայրը հիմա Ալիևի հետ մարդը գնում է մեկի հետ, դաշինք է կնքում Նիկոլը, ով այս մարդու հերոսական հորը ճանաչում է հանցագործ։ Արդեն հրճակել է, որ մեխա դու գնացել ես, քո հորը հանցագործ հրճակող, մարդու ձեռք սեղմող, չգիտեմ ինչ անող մարդու հետ, այս մարդը գնացել է համագործակցելու։ Որպեսզի Փաշինյանը կարողանա որևէ շանս ունենա, Խոյ համայնքը միացնում է Էջմիածին քաղաքի հետ, ոսկի հատն էլ միացնում է, որպեսզի մեկ միասնական համայնքի ընտրությունները անցկացնի, որպեսզի Խոյի շնորհիվ ինքը կարողանա Էջմիածինի այդ իր մինուսը կոմպենսացնի, կարողանա հաղթանակ տանի։ Սա իր նպատակը եղել, այսինքն իրական նպատակը դա է եղել։ Ինչ արեց Մայր Հայաստանը, հաշվառնելով որ Խոյ համայնքում ուներ Փաշինյանը ուներ, այսպես ասած, հենարան, իդեմս դրա։ Մենք փաստացի թիմ ձևավորեցինք հենց Խոյ համայնքից։ Խոյ համայնքի մի շարք նախկին գյուղապետերի Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ, որոնք երկուսն էլ հեղինակություն են։ Գրիշա Հարությունյանը, իդեպ ասեմ հարգելի ժողովուրդ, ինքը մասնակցել է 20 թվականի պատերազմին, տեսնելով թե ինչ է իրանից ներկայացել պատերազմը, 21 թվականին հրաժարվել է գյուղապետի այդ իր պաշտոնից, դուրս է եկել պետական համակարգից, որտեղ հասկացել է որ իր չի կարա համագործակցի այս տիպի իշխանության հետ։ Հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիրը։ Մինչև այդ ինքը Դողս համայնքում գյուղում ինքը բավականին լավ գյուղապետ է եղել եւ այդ համայնքում այդ օրինակ եթե դուք ուզում եք իմանալ այս մարդը լավ կառավարիչ է թե վատ կառավարիչ է, գնացեք այնտեղ որտեղ ինքը կառավարել է։ Եթե այդ կառավարումը, եթե այդ համայնքում մարդիկ ասում են այս մարդը լավ ղեկավար է եղել, նշանակում է այդ մարդը կարա նաեւ մեծ համայնքում լավ ղեկավար դառնա։ Հիմա այս մարդը Դողս համայնքում շատ լավ ղեկավար է եղել եւ այդ համայնքում ցանկացած մարդ որ գնա տեսնի թե գյուղացիները ինչպես են վերաբերվում, կտեսնեն որ մեծ մասը, ճնշող մեծամասնությունը շատ դրական հիշողություն ունեն այս անձնավորության նկատմամբ։ Դա նշանակում է որ այս մարդը
շատ լավ ղեկավար կարող դառնի նաև մեծ համայնքում։ Նույնը կարելի ասել Ծաղկուն գյուղի մասին, որտեղ ղեկավարել է Դավիթ Կարապետյանը արդեն ավելի քան 10 տարի։ Այսինքն այդ նույն պատճառով էլ ինքն էլ է ինքը բանը Առաջին Ղարաբաղյան պատերազմի մեջ մասնակից եղել, այսինքն այդ մարդիկ պարկեշտ մարդիկ են։ Իրանք պատերազմին մասնակցել են, տեսել են թե ինչ իշխանությունն է, տեսնելով այդ ամեն ինչը հրաժարվել են համագործակցել այս իշխանության հետ։ Ի տարբերություն Արգիշտի Մեխակյանի, որը չի մասնակցել որևէ պատերազմի մեջ, բայց իր հոր պատիվը փորձում է օգտագործել ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա համեմատում ենք Գրիշա Հարությունյանի եւ Արգիշտի Մեխակյանի բարոյական նկարագրերը։ Հիմա հարց եմ տալիս մեր ժողովրդին, Անժելա ջան, եթե մենք ասում ենք, որ Հայաստանը կարող է զարգանա, առողջանա, եթե առաջնորդին բարոյական մթնոլորտը փոխենք, բարոյական մթնոլորտ տեսակետից կարելի է արդյոք մի մարդ, որը ուրացել է սեփական հորը, կարողանա իշա սեփական համայնքի բնակիչների աշխատել, իհարկե ոչ։ Մարդ երբ որ ուրացել է սեփական հորը, կուրանա նաև իր հայրենիքին, կուրանա նաև իր քաղաքացիներին։ Եվ ճիշտ հակառակը։ Հիմա բայց մենակ այդ չի, ես բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ հիմա տեսեք, Արգիշտի Մեխակյանը ինքն է բարոյական նորմից նաև վերադառնել քաղաքական մակարդակի, քաղաքական մասով ասեմ ձեզ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի մեծ հույս ունի, որ վաղ շաբաթի ընտրությունների արդյունքում եթե ինքը հասնի հաջողության, ինքը այդ հաջողությունը ներկայացնի, որ ինքը փաստացի ստացել է հնարավորություն, որպեսզի հարցակվի նաև վեհարանի վրա։ Այսինքն դա շատ կարևոր մոմենտ է։ Եվ մեր վաղաշաբաթի բնակիչները պետք է հասկանան, որտեղ այնտեղ, ասեմ դες, Արգիշտի Մեխակյանը կարողացել է նես մի հատ հնարավորություն ձևավորել, որտեղ ասում է դուք ինձ եք տալիս, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն իր վարկանիշը Նիկոլ Փաշինյանից մոտավորապես 10-ից 15%-ով ավելի բարձր է։ Այսինքն մարդիկ կան, որոնք մերժում են Փաշինյանին, բայց ասում են ինքը լավ տղա է։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Դա ամենամեծ վտանգն է, որ օգտագործվում է ստեղ այս բացատրեցիք լավ տղան ո՞ն է, որ ասեմ իր հոր հիշատակն ու հարգելի բնակիչներ, հարգելի այժմեածինցիներ, հարգելի գյուղական համայնքի ներկայացուցիչներ, դուք լավ տղա չեք ընտրում։ Դուք ընտրում եք քաղաքական ուժի ներկայացուցիչներ։ Եթե դուք ընտրում եք ՔՊ-ի ներկայացուցիչ մարդուն, որը փաստացի ուրացել է սեփական հորը եւ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, դուք փաստացի ընտրում եք ձեր ապագա երեխաների հաշվին։ Դուք կարող եք պետք է այս ռոպեական ինչ որ լավ տղայի հետ լավ հարաբերություններ կարող ունենաք, բայց դուք դուք անում եք ձեր երեխաների ապագայի հաշվին։ Շատ կարևոր է որ դուք դա իմանաք, դա շատ կարևոր խնդիր է։ Եվ ավելին, եթե վաղը հանգարց վեհարանի վրա գրող լինի, ապա դուք դրա պատասխանատվություն եք կրելու դրա համար։ Դուք ուղակի պատասխանատվություն եք կրելու եկեղեցու դեմ այդ արշավի համար, որտեվ սա առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովրդի դեմ փաստացի արշավի դուք համահեղինակ եք, մասնակից եք դառնալու այս մարդուն ընտրություն ընտրելով։ Դա շատ կարևոր է որ դուք այդ դրա մասին իմանաք։ Հաջորդը հիմա ասենք սոցիալ-տնտեսական խնդիրների։ Միջև դրան ասնելը, տեսեք, դուք ասում եք ինքն է, բայց իշխանությունը ունի երկու արբանյակ ուժեր։ Մեկը բացահայտ է խոսում դրա մասին հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն է, այդպես կատեգորիկ ռադիկալ տեսել եք ինչի անում։ Արամ Զավենի Սարգսյանի տեխնացությունն է, որ մենք այո Նիկոլի հետ ենք այսպես։ Մյուսը ազատ դեմոկրատների տեխնացությունն է, որ ասում են ծպտյալ նիկոլական է, որ իբրև թե ես փողեր եմ աշխատել դրսում, եկել եմ, էլի այդպես լավ տղու համբավով աշխատում է։ Արդյոք սրանք ավելի վտանգավոր չեն։ Տեսեք, ես այդ հարցին sense ձևակերպեմ, կարող է պետք է ինձ մանչանեք։ Հանրապետություն կուսակցությունը դա բնականաբար դա Նիկոլ Փաշինյանի գրպանային ուժն է։ Երևան քաղաքում ապացուցվեց, որ հանրապետությունը դա ՔՊ-ի կցորդն է եւ բոլոր օգնեց Նիկոլին բոլոր շան հետ բացասական պրոցեսները որ գնում են Երևան քաղաքում դրա պատասխանությունը կրում է նաև հանրապետություն կուսակցությունը եւ այդ կուսակցությունը որպես այդպեսին գոյություն ունի դա Նիկոլ Փաշինյանի այսպես ասած գրպանում հայտնված մի հատ չգիտեմ ինչ հայանից ներկայացնում եւ ժողովուրդ ջան ընտրելով հանրապետություն կուսակցությունը դուք փաստացի ընտրում եք Նիկոլ Փաշինյանի վատ տեսակին սա ինչ վերաբերում է ազատ դեմոկրատին ես այդ անձնավորության մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասեմ չգիտեմ ես չեմ տիրապետ չեմ ճանաչում այդ մարդուն իր առնվազն որոշակի արգումենտները որ խոսում է ասում է ես ոչ ես եմ ոչ եմ ասիկ խայտարակ մի հատ ես մի բան ասեմ ձեզ այն բանավեճի ժամանակ ջբաներ դուրս տալի ես ոչ ընդդեմ բաով ես դու տեսեք ես անկախ ամենից Նիկոլի բանը ես այն կարծիքին եմ որ մենք պետքա փորձենք մեր ժողովրդին կոնսոլիդացնենք, համախմբենք, նույնիսկ այն մարդկանց, որ դեռ կողմնորոշված չեն, բան չեն, այդ մարդիկ էլ կարող են իրանց պոզիտիվ դերը կատարել։ Ես
նույնիսկ եմ կրկնում։ Մարդիկ լավ են կողմնորոշված են, հիմա իմիտացիա են անում, որ իբրև թե իրաք Նիկոլի հետ չէ։ Անելա ջան, հիմա ես ինչ եմ ասում։ Բազմաթիվ մարդիկ կան, Մարությանը քաղաքապետ, որ հավատում եք, կամ են Շանը, դոկ Շանը, որ իբրև կողմնորոշված չի։ Տեսակ որ պահն եկա ոնց կողմնորոշվեցին, Նիկոլին պաշտպանեցին։ Անելա ջան, տեսեք, ես մի բան ասեմ։ Ես կարծում եմ, որ տեսեք, մենք մի հատ դառը ժամանակահատվածում ենք ապրում, որտեղ մեր մոտ շատ կարևոր խնդիր կա, որ մեր ժողովուրդը պառակտված վիճակի մեջ է, բազմաթիվ մարդիկ կան, որոնք իմ դուրի չեն գալիս, իրանց տեսակետներով, լողոզվածությամբ, ես դա լրիվ հասկանում եմ։ Բայց մենք այն վիճակում ենք բոլորին պիտի շատ։ Հասկանում եմ, բայց բոլորի հետ մենք ըմբռնումով ընկալենք բոլորին, եւ մենք այն մարդիկ, ովքեր որ մտածում են եւ ապրում են, որ այս երկիրը իրենց նաեւ հայրենիքն է, այս պայծությամբ իրանք մեր դաշնակիցները պետք է համարենք։ Այսինքն ես չեմ ուզում, որ բացառությամբ ԿՊ-ի եւ իր, այսպես ասած, կցորդ հանրապետություն բլոկի, ես մյուսների հանդեպ որևէ բացասական բան չեմ ուզում ասեմ։ Եվ ավելին կարող եմ ասեմ, որ մնացած բոլորը ունեն հնարավորություն այն ապագա գալիք համերաշխության մեջ ապրելու, այդ թվում նաեւ շարքային ԿՊ-ականները, հատկապես պրոֆեսիոնալ կադրերը, որոնք ԿՊ-ական են, բայց կապ չունի, դրանք մեր ժողովրդի մասնիկ են, իրանք ինչ մեղք ունեն, որ հիմա Նիկոլ Փաշինյանը այսպեսին է դարձել Հայաստանը։ Իրանք հանգամանքների բերումով է մնացել ԿՊ-ական, հանգամանքների բերումով է մնացել պետական համակարգում, այդ մարդիկ էլ պետք է ապրեն եւ կարծում եմ որ կադրային ջարդ պետք է չլինի մեր երկրում, թե հիմա եւ թե 26 թվականից հետո։ Ես տենց եմ կարծում, որովհետեւ եթե մենք գնանք ԿՊ-ի տրամաբանության մեջ, մենք պառակտումը չենք վերացնի, մենք պարզապես սևը սպիտակը փոխարինենք, բայց ցավոք սրտի երկրները առողջանում են, երբ որ այդ պառակտումից հետո գալիս է մեծ կոնսոլիդացիա։ Շատ լավ։ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր եւ բարոյական նորոգման կարիք ունի եւ օրակարգ պիտի բերենք։ Արդյոք այս իրավունք ունի այսպիսի բան ասել մի մարդ, որ դուք ասեք թե ինչով է զբաղված եղել։ Ես մեջ բերեցի Նիկոլի խոսքերը։ Մարդը բարոյականությունից հոգևորվածության Նիկոլը ասում է, եկել եմ եւ մի բանը։ Եթե մարդը 4000 երեխայի զոհի պատասխանատու է, երբ որ ես մի փաստ ասեմ ձեզ, մինչև հոկտեմբերի 19-20 թվականի զոհվել էր մոտավորապես 2-ից 2.500 երեխա, երբ որ ինքը կարող էր կանգնեցնել պատերազմը եւ որից հետո էլի գնաց զոհեր, այսինքն հոկտեմբերի 19-ից հետո ինքը ուղղակի պատասխանատվություն է կրում այն երեխաների համար, որոնք զոհվել են, եւ այդ մարդը կարող է խոսել ուրիշ մարդու ինչ-որ բացասական երևույթների մասին, դե մենք ինչ անբարոյական հասարակություն ենք դարձել, որ մենք հանդուրժում ենք այդ մարդու խոսքերը, որ այդ մարդը կարող է ժպտա, ծիծաղի նիստերի ժամանակ, ինչ-որ կարող ռիսկանի նման տիպի հայտարարություններով հանդես գա, դա ամոթ մեզ բոլորիս, որ մենք հանդուրժում ենք մինչև հիմա, անկախ նրանից թե ինքը ում մասին է խոսում։ Ես չեմ ուզում նույնիսկ քննարկեմ ընդհանրապես այդ անձերը, չգիտեմ, վեապարն է, կամ սրբազաններն են, բան եւ այլն։ Ինքը ով է որ կարող այդ մարդը, ինքը ով է որ կարող այս մարդը Արցախը հանձնել եւ բոլոր միջազգային, արևմտյան, ռուսական փորձագետների գնահատականներով մինչեւ 80 միլիարդ դոլարի վնաս է տվել հայ ժողովրդին։ Մինչև 80 միլիարդ դոլարի։ Ու այդ ամեն ինչից հետո ես եմ կրկնում 80 միլիարդ դոլար տվող անձնավորությունը 80 միլիարդ դոլար տվող վնաս տվող անձնավորությունը կարա ինչ որ ուրիշների մասին չարաշահումների մասին խոսա 2000 երեխայի մինիմում 2000 երեխայի ուղղակի պատասխանատվություն կրողը կարա քննարկի ինչ որ նախկինում ինչ որ բանը սպանված մարդկանց, որոնք անարդար են սպանվել եւ այլն, դա կարա դրա մասին, այն որ անարդար են սպանվել դա փաստ է, բայց ինքը կարա այդպես գնահատական տա, իհարկե ոչ, խոսում է այս կամ այն հոգեվորականի բարոյական նկարագիրը, իր բարոյական նկարագիրը նայենք, իր տիպի բարոյական նկարագիրը պետք է լռի, այլևս ոչ մի բան չխոսի, ինքը պետք է անկացոք անընդհատ աղոթի, որ իր մեղքերը բանանի։ Այդ դրա մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը։ Ոնց կարելի է, ես չեմ ուզում քննարկեմ ընդհանրապես թե ինքը ինչի մասին է խոսում։
Ամոթա որ մենք քննարկում ենք այդ մարդուն, այդ մարդկա խոսքերն է բերում ենք օրակարգին բացում։ Ամոթա որ ինքը շարունակում է մնալ։ Իհարկե դա ամոթա։ Մենք շատ ճիշտ բան ասեցիք, այդ ինչքան անբարոյական մարդիկ ենք։ Այս ինչ անբարոյական հասարակություն է, որ 7 տարի այս այլանդակությունը հանդուրժում է։ Իհարկե դա խայտարակությունն է, դա խայտարակությունն է, բայց ես նույնպես եմ կրկնում, բայց դա սենց ասեմ, բայց մեր ժողովրդի մեծ մասը գիտակցել է, հասկանում է։ Եթե չի գիտակցում այդ 5%, այդ արդեն դիագնոզ է։ Անժելա ջան, ես նույնիսկ ցանկացած ժողովուրդ վերցրա, ցանկացած ժողովրդի 10%-ը տենց է։ Բայց նաև միշտ լինում է, սենց ասեմ, ժողովուրդը բաժանվում է հիմնականում 10% անգիտագից, անգրագետ մարդկանց, 10% խելոք, շատ խելոք մարդկանց եւ 80% միջին կլասի մարդկանց։ Հիմնականում են երկրները, որտեղ որ այդ անգիտագետներն են գալիս իշխանության ժողովուրդները, երկրները կործանվում են, այն երկրները, որոնք տաղանդավոր խելոք մարդիկ են, երկրը ծաղկում են, այն երկրները, որտեղ 80%-ն են կարող, 80% են կարող, այդ երկրները քիչ թե շատ զարգանում են, ոչ շատ լավ, բայց զարգանում են, բայց չեն կործանվում։ Հիմա մեր մոտ այս տագետ զանգված է եկել իշխանության, ինքը տանում է երկիրը դեպի կործանման։ Հիմա մենք պետք է այդ եւ այն 10%-ը եւ մնացած 80%-ը հասկանում է այդ ամեն ինչը։ Հիմա դրա համար պետք է մենք ոչ թե ժողովրդին մեղադրենք, որ ինքը ամբողջովին տենց է, տենց չի։ Ժողովրդի 90%-ը արդեն լրիվ հասկանում է, տարբեր մակարդակներով գիտակցում է։ Մեր հարցումներով մինչև 40-ից 45% հենց այս պահին պահանջում է, որ ինքը փոխվի։ Մնացած 60-ից 65%-ը պահանջում է, որ ինքը փոխվի, կապ չունի այսօր թե վաղը։ Սա ես իրական թվերն եմ ասում քեզ, Անժելա ջան, եւ այդ թվերը չի փոխվելու։ Ինքը ինչ իդեա է, որ բերի մեկը չի, որտեղ արդեն գիտեն, որ այդ մարդը արդեն ճակատին գրած է ստախոս։ Ստախոսը արդեն ինքը արդեն իր բրենդը ստախոսի բրենդ ունի արդեն։ Նիկոլը Ալիևը հայտարարեց, որ Արցախը վերցնելու է, Նիկոլի իշխանությունն էր, Ալիևը հայտարարեց, վերցրեց։ Ալիևը հայտարարեց, որ Սյունիքի տարածքներն իրենն են, Վարդսուն կվամերցեց, ըստ Հրանտ Բագրատյանի 1040 կիլոմետր, ըստ իրենց 200, ըստ Հրանտ Բագրատյանի 1040 կիլոմետր։ Չեմ ուզում թվերի մեջ մտնել, չեմ գրապետում։ Ինքը ասեց Կիրանցը իմն է, ոչ մի բան չխանգարեց, եկավ ասենց սիրուն, հալա ջուղի պես վերցրեց։ Ինչն է խանգարելու Ալիևին, որ վերցնի Սևանը։ Մարդը իր նկատումների մասին եթե Նիկոլը հիմա հարց եմ տալիս Սևան հասնելուց հետո ինչն է խանգարում, եթե Նիկոլի իշխանությունը սիրելի երևանցիներ Ինչն է խանգարելու Ալիևին, որ վերցնի Երևանը։ Ասենք մեկ ամսից։ Ինքը ես ասեմ, որ ինքը ոչ միայն Սևանն է ուզում, նաև Երևանն է ուզում։ Ինքը ասում է Երևանը, փաստացի հին ադրբեջանական քաղաք է, եւ ասում է, որ Երևանի անունը Երևխան խանի անունից է դուս եկել, եւ պատմականորեն Երևխանի քաղաքը պետք է պատկանի ադրբեջանցիներին, որտեղ ադրբեջանցի Երևխանն է հիմնել այս քաղաքը։ Սա ես ուղղակի պաշտոնապես եմ ասում, որ դուք իմանաք, եթե մտածում եք, որ Սյունիքը հեռու է, Սևանը հեռու է, որը ընդամենը 60 կիլոմետր է Երևանից, դա շատ սխալվում եք, սա շատ արագ կլուծվի, բայց ես նույնպես եմ կրկնում, ես դա չեմ ասում, մեր ժողովրդի մեծ մասը դրա մասին հասկանում է, չէ, բոլորը սթափված են, Անժելա ջան, բոլորը սթափված են, բոլորը սպասում են այն X ժամին, որը գալու է եւ մեզ պետք է իսկապես անցնցում խաղաղ ճանապարհով տեսեք շատ մեծ հեղինակություն վարկանիշ ունեցող սրբազաններ մեծ ժողովրդականություն ունեցող Աճապահյանի մասին է խոսքը, Բագրատ սրբազանի մասին է խոսքը, Արագածոտնի սրբազանի 3 սրբազաններ փակված այնուամենայնիվ հանրությունը ժողովուրդը այս հրեշավոր ձեռքից չկարողացավ պաշտպանել այս ծախված դատավորների, քննիչների, դատախազների ձեռքից եւ իրենք փակված են։ Մեծ ժողովրդականություն վայելող հանրային հասարակական քաղաքական մեծ գործիչ Գյումրու քաղաքապետ, որտեղ իր քարոզը, նաև ձեր քարոզն էլ է այդպես, պիտի ողջունել Մայր Հայաստանի, ոչ թե գնում էր, այո, շատ կարևոր էր սոցիալական այս հարցը, շինարարությունը, բայց ինքը նաև այն մեծ հարցերն են բարձրացնում, որ մենք էգզիստենցիալ հարցի առջև են կանգնած, մենք ուղղակի չենք լինելու, եթե Նիկոլ եղավ իշխանության, չենք լինելու, եթե ռուսական բազան Գյումրուց դու հանում ես, դու գնում ես Թուրքի երախ, այսպեսի քաղաքականություններ տանում եւ դա ողջունվեց եւ ես Գյումրիում եմ եւ բարեբախտաբար դա գյումրեցիների գիտակցության հասել եւ գյումրեցիները գիտակցում էին, որ ինչ էր եւ գնացին Վարդան Ղուկասյանի հետևից։ Ժողովուրդը ընտրել էր, բայց ժողովուրդը եւ մենք չկարողացանք պաշտպանել Վարդան Ղուկասյանը փակված է։ Ինչպես ենք պաշտպանվել հիմա։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական ընդդիմությունը, քաղաքական գործիչները, ժողովուրդը մենք դեռ այդ ուժը չունենք։ Անժելա ջան, նույնպես եմ կոչում, ախր այդ նայ տեսեք, ուրեմն աշխարհի փորձը ցույց է տալիս, աշխարհի փորձն եմ ասում, որ
ժողովուրդները իրանց ընտրությունները կատարում են ընտրությունների միջոցով։ Բոլոր, տեսեք օրինակ, չէ, շատ անգամ էլ նաև լինում է, որ փողոցով են վռնդում։ Տեսեք։ Չէ, փողոցով ճնշում են եւ մի րոպե նայեք մի վարքան, էլի։ Սաակաշվիլին եկավ իշխանության, Վարդերի հեղափոխություն եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Իվանիշվիլին եկավ իշխանության, էլի ընտրությունների ժամանակ։ Յուշչենկոն եկավ, բոլոր տիպի իշխանությունները, վատ թե լավ իշխանությունները, որ գալիս են ընտրությունների ժամանակ։ Եղավ փողոցային ճնշումներ եւ ճնշեցին այդ իշխանությանը, որ իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների։ Այդ ուրիշ խնդիր է։ Տեսեք, փողոցով իշխանություն փոխել դա պրակտիկորեն շատ քիչ է լինում։ Ավելին կարամ ասեմ, փողոցով իշխանություն փոխելը ինչքանով է լավ թե վատ, դա առանձին խնդիր է։ Մի անգամ փողոցով փոխվեց 2018 թվականին, չէ՞։ Լավ էր այդ փոփոխությունը։ Հիմա հարց դու ինչ երաշիկ ունես, որ փողոցով որ վաղը մյուս օրը փոխվի, դա կնի լավ փոփոխություն։ Ախր ես մի բան եմ ուզում հասկանամ, էլի Անժելա ջան, համաշխարհային փորձը ցույց է տալիս մի բան։ Աշխարհը փորձը դա փուշում պետք է անի, որ մարդիկ էլ սովորեն, գրքեր կարդան, չգիտեմ, ինտերնետ կա, բան կա, մարդիկ պետք է կարդան, լսեն, հասկանան, որ ի վերջո իշխանության աղբյուրը դա ժողովուրդն է։ Ժողովուրդը իր որոշումը կայացնում է համապետական միջոցառումների միջոցով։ Ցույց տվեք աշխարհում մի հատ process, Ղարաբաղ կոմիտեն իշխանություն որ եկավ, ուրեմն 2 տարի փողոցային շարժում էր, չէ՞։ Ամբողջ ժողովուրդը պաշտպանում էր Ղարաբաղ կոմիտեին, չէ՞։ Բայց ինքը իշխանության եկավ ընտրությունների միջոցով, ընտրություններով ինքը եկավ իշխանության եւ բարեբախտաբար Ղարաբաղ կոմիտեն իսկապես դա մեր լավագույն պատմական ժամանակահատվածներ, ինքը կարողացավ կյանքի կոչել բազմաթիվ խնդիրներ, իքը սխալներ կային, բայց մագիստրալային իմաստով ճիշտ ճանապարհ գնաց։ Էլի ընտրությունների միջոցով գնաց, չէ՞։ Մենք ինչ ենք քննարկում։ Ես ուղղակի զարմանում եմ, ախր մենք որպեսզի մենք կարողանանք մեր ժողովրդին ճիշտ ուղղություն ցույց տանք, մենք է պետք է դա հասկանանք։ Հիմա տեսեք, փաստորեն ստացվում է տեղական տեղական ընտրություններով փաստորեն մեր ժողովուրդը հաղթում է իրեն, չէ՞, բայց ինքն էլ ինչ է անում, ամեն օր անհատականություններ չեն ծնվում, ինքն էլ այդ բոլորին գլխատում է։ Հիմա տեսեք, Մասիսում ինչ ազդեցություններ է, ինքը բոլորին թուլացնում, գլխատում է, ու մենք այդպես թուլացած են գնալու համապետական։ Կներես դա բան ասեմ, բայց դու գիտես ինչ էր անում Սաակաշվիլին։ Սաակաշվիլին Վրաստանում ոչ թե գլխատում էր, ինքը մասսաբար իր ընտանիքներով էր կողում բանտ։ Ինքը այդ էստեղ մենակ ասենք իր կոնկրետ մարդկանց է բռնում, Սաակաշվիլին իր գերդաստանն էր տանում բանտ։ Ասեմ քեզ իմանաս, 200,000 մարդ ընդ որում ըստ Սաակաշվիլիական թվերով 200,000 մարդ բանտերով է գնացել իր կառավարման ժամանակ, 200,000 մարդ։ Բանտերում տեղ չկար պարզապես։ Սա բանտերը լցված էին դրանով։ Բայց իրանք պարտվեցին։ Հիմա ինչի պարտվեցին, որովհետև տեղական ընտրություններում մարդը կարա հաղթի, բայց բանը Նիկոլ Փաշինյանը կայնան ձերբակալի 26 թվականին ընտրությունում է որ ինքը պարտվեց, ինքը էլ չի կարա որ մեկին ձերբակալի, որտեղ Իրան պետք է արդեն Էրդողանը օգնի, որ կամ չգիտեմ Ալիևը պետք է օգնի, որ ինքը կարող է այդ խնդիրը լուծի, բայց դա հնարավոր չի արդեն։ Այսինքն կենտրոնական մակարդակով դա հնարավոր չի անել, այն ինչ որ տեղական մակարդակով ինքը կարող է։ Դա բարձ խնդիր է, չէ՞։ Դա համար այս մեսեջը ճիշտ մեսեջը պետք է փոխանցել մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը չհիաստափվի եւ հասկանա, որ էս է ճանապարհը։ Նույնիսկ հեղափոխությունները 17 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը հարգելի ժողովուրդ, ընտրություններից ժամանակ եղավ, ընտրությունների ֆոնին բանը այսպես ասած բանը իրանց մոտ շատ լավ, այսինքն բոլորս վաղ շաբաթում գնում ենք ընտրությունների իշխանության եկան, կներեք, նացիստները իշխան եկան էլի ընտրությունների ճանապարհով։ Այսինքն չկա մի երկիր, բեք Տրամպը եկավ ընտրությունների ճանապարհով, չէ՞, ընտրություններն են ժամանակից աշխարհում այլ ձև։ Չէ, բայց կարող է նաև արտահերթ ընտրություններ։ Արտահերթ, նույնիսկ եմ կրկնում, արտահերթ ընտրություններ, կան ցանկացած ընտրություն, դա լինի արտահերթ, հերթական, մենք կանանք մեղադրենք քաղաքական իշխանությանը, քաղաքական վերնախավին, որ ինքը չի կարողանում ճնշում գործադրի, որպեսզի պահանջի արտահերթ, դա ուրիշ բան։ Մենք կանանք մեղադրենք անդիմությանը կանանք մեղադրենք, որ ինքը չի կարող այնքան ճնշում գործադրի, որ ինքը ստիպի, որ իշխանությունը գնա արտահերթ ընտրության։ Բայց ասել, որ դու պետք է փողոցով անպայման փոխես եւ այդ փողոցով այդ փոփոխությունը դու պետք է ողջունես, կներեք, դա ես ուղղակի զարմանում եմ պրոստը։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նորմալ ճանապարհով գնա, չէ՞, բայց մենք ճանապարհը աշխարհի զարգացման ճանապարհը չէ։ Դուք էլ ասեցիք սրբազան պայքարը որ սկսել էր եւ այդքան ժողովուրդ հավաքվել էր, իրենք պիտի ճնշեին, սրբազանը ճնշել, որ գնային արտահերթ ընտրությունների, եթե սրբազան շարժումը ավարտվեր դրանով, որ մենք ճնշեինք, արտահերթ ընտրություններ գնայինք,
Մենք շուտ բանից արդեն փոխած կլինենք այդ ամենը։ Բայց քանի որ այդ գիտակցությունը չկա, մեր մոտ ասում են դե ընտրությունները երկրորդական ընտրությունները ինչա, պետք է իմը շարժում սարքենք։ Էս կներեք անգրագետ մոտեցման արդյունքում մինչև այս մարդը 7 տարի մնացել է, սա է խնդրը։ Տեսեք, հաղթանակի պարադի ժամանակ իր ելույթում հեգնանքով Ալիևը նշեց, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքուն թեյ կխմեն, նա հավելեց, որ իրականում իրենց երազանքն իսկապես իրականացել են, նրանք տանկեր են ցուցադրում եւ ռազմավարի այգում իսկ իրենք գտնվում են այդ ասողները Բաքվի բանտում, Բաքվի մեկուսարանում։ Ուզում հասկանալ, Ալիևը, տեսեք, սա նաև, ինչ ասեմ, մի կողմից իբր թե ինքը խաղաղության է գնում, բայց այնքան բանի տեղ չի դնում Նիկոլին, որ ասենք ասում էդ եմ ասում, ծաղրում է մեզ հայ ժողովրդին եւ նաեւ աշխարհին։ Այսինքն իբր թե աշխարհը այն Թրամպը իր հորարևին թուղթ տվել խաղաղության, բայց նաեւ թքում է Թրամպի վրա, ասում է ես գերիներ եմ պահելու եմ։ Ուսներես ես մատ ասացված կնա։ Սմիոցը տոտ, սմիոցը последний։ Հիմա ես Ալիևին sense կասեմ, ծիծաղում է այն, ով ծիծաղում է վերջինը։ Թող սպասի ինքը, հետո մենք խոսանք դրա մասին։ Սպասի, հեսա մերոնք կգա։ Ալիևը եկել եմ ասեմ։ Իսկապես Նիկոլ Փաշինյանը դա այն իշմեք հայտնի կինոկար Խայտարակյալ ռեսպուբլիկա այս տարբերակն է Միմինոյի մեջ ասում էր որ ասում էր Նիկոլ Փաշինյանը Խայտարակյալ ռեսպուբլիկա հիմա սա ցավոք սրտի էս է վիճակը հիմա այս մարդը խայտարակելով պրսնենք լավ է խայտարակության գլխավոր ցուցանիշն է որից օգտվում են մեր ճշնամիները Թուրքիան ծաղրում է մեզ Ադրբեջանը ծաղրում է մեզ բոլոր երկրները որոնք մենք մեր հանդեպ դրական են տրամադրված շշմած են, ապշած են մեր վրա, որ մենք մինչև հիմա կարողացել, բայց ինչ ենք մենք ոչ թե հանդուրժում ենք, կներես, մենք ունենք ոչ այնքան գրագետ քաղաքական վերնախավ, կներես sense ասեմ ձեզ, էլի, եւ բայց բավականին առողջ ժողովուրդ։ Դա շատ հետաքրքիր բան է։ Սովորաբար բոլոր երկրներում պրոգրեսիվ մասը վերնախավերն են, ժողովուրդին են տանում առաջ։ Մեր մոտ ժողովուրդը իր մաշկի վրա զգացել թե ինչա կատարում։ Այ որտեղ մենք հիմա հասկանանք թե ինչքան կարևոր է տեղական ընտրությունը, մեծ ընտրությունը, դա մենք sense վիճակի մեջ չենք հայտնի։ Երևանի ընտրությունների ժամանակ ընդամենը 28%-ն է մասնակցել։ Դա մեծագույն խայտարակություն է, 28%-ը։ Հասկանում ես ի՞նչ է։ Դա մեծագույն խայտարակություն է, մեծագույն։ Կոչ արեք։ Ես դրա համար եմ ասում, հիմա հարգելի վաղարշապացիներ։ Վաղարշապացին ինչ կոչ ունեք անել եւ ավարտում եք։ Կոչս հետեւյալն է, որ ուրեմն ձեր մասնակցելը ընտրություններին դա մեծ վտանգ կլինի մեր երկրի համար, որտեղ Նիկոլ Փաշինյանի գրպանում կա հավելյալ 5000 ձայն, որպեսզի դուք հասկանաք ինչ նշանակում է 5000 ձայն, ինչի եմ դա ասում է 5000 ձայնը, որտեղ Խոյ համայնքը եւ Եշմիածինը իրար հետ 21 թվականին ունեցել են 65000 ընտրող, հիմա իրանք հայտարարում են, որ կա 70000 ընտրող։ Չեն պատճառաբանում, որ փախստականներ են եկել եւ այլն եւ այլն։ 21 թվականներ կային որոշակի փախստականներ, բայց հարցը դրա մեջ չի։ Հիմա այդ 5000 ձայնը ինքը ունի իր գրպանում, ինքը ցանկացած տեղ կարող օգտագործի։ Որպեսզի մենք կարողանանք չեզոքացնենք այդ պոտենցիալ վտանգը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ընտրող են, պետք է ամեն ինչ անեն, որ մասնակցեն ընտրություններին, անպայման մասնակցեք ընտրություններին, անպայման գնացեք, տվեք ձեր քվեն, որպեսզի մենք կարողանանք կանգնեցնել այս խայտարակությունը, սա խայտարակություն է, եւ հաջորդը դուք չեք ընտրում լավ տղա, դուք ընտրում եք ձեր երեխաների ապագա, դուք ոչ թե մեր համար եք ընտրում, ոչ թե Պողոսի համար եք ընտրում, դուք ձեր համար եք ընտրությունը կատարում, ձեր երեխաների համար եք ընտրությունը կատարում, ձեր լավ ապրելու համար եք ընտրում, ձեր անվտանգ համար եք ընտրություն կատարում, տեսեք Ղարաբաղցիների ճակատագիրը, իրանք էլ էին հավատում մի պա Փաշինյանին, որ ասում էր Արցախը Հայաստանն է վերջի, մենք ասում ենք Վաղարշապատը Հայաստանն է վերջը ասում հիմա։ Վաղը մյուս օրը դուք կհայտնվեք այն վիճակի մեջ, ոնց որ Արցախն է։ Եթե դուք հիմա սխալ ընտրություն կատարեք, սա է խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է բանին, այդ ԿՊԱ-ական, ես նույնպես եմ կրկնում, իշխանությունը փոխելուց հետո բոլոր միջին տեղական մակարդակի ԿՊԱ-ականները մեր հետ միասին կոնսոլիդացված փոխելու են այս իրավիճակը, որտեղ ես ոչ մեկին այդ թվում նաև ԿՊԱ-ականներին չեմ մեղադրում դրա մեջ։ Դրանց 90-95%-ը սովորական մարդիկ են, որոնք հանգամանքների բերում կարող է հերոսներ չեն, բան չեն, բայց իրանք ուզում են ապրեն, բայց մեկը կզած է ուզում ապրի, բայց դա էլ իրանք մարդն թող ապրի տենց։ Այդ մարդկանց հանդեպ չարություններ պետք չի ունենալ։ Դա միանշանակ եմ ասում։ Ընդհանրապես մի փոքրիկ խմբակ, այդ փոքրիկ խմբակը հեռացնենք ու դուք կտեսնեք այն ոնց որ քաղաքերի համար որպեսի են չարվորակ ուռուցքը որ փոխենք, մի հատ փոխենք օպերացիան հանում են եւ մարդը կարող է ապրի։ Հիմա նույն վիճակը ստեղ է, հարգելի ժողովուրդ, բայց շատ կարևոր է որ դուք մասնակցեք ընտրություններին եւ ճիշտ ընտրություն կատարեք։ Ամենակարևորը սա է։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, քիչ անց
ուղիղ եթերում կլինենք Գառնիկ Դանելյանի հետ։